Դու ինչ բիզնեսով ես զբաղվում։ Իմ գործունեությունը ոնց որ բաժանվում է երկու մասի։ Ինձ ասես դու որպես գործար ինչ թույլություն ես, առաջինը դա կասեմ։ Ու սիրում եմ այդ գիտելիքը տալ։ Google-ն է վճարում ձեզ։ Ինքը ասում է աշխարհում բոլոր մարդիկ նույնն են, մաշկի գույնն է տարբեր։ Իսկ ո՞նց է լինում, որ մենք մեր տոհմի ժառանգում ենք խնդիրները, այլ ոչ թե ռեսուրսները։ Թե արխային են շուտ ընկնում։ Մենակ Աբրամովիչը ոնց որ հելնի ֆուտբոլ խաղա։ Այս անգամ տենց ուժեղ կատոկի տակ ընկավ ու նորմալ է։ Ընկավ հելավ միլիարդատեր դարավ։ Ինքը դեմք է։ Այն ռեսուրսները, որոնք մենք ապրիորի կարծել ենք անսահմանափակ, այդ ռեսուրսները այսօր արդեն երևում է, որ սահմանափակ է։ Նայած որ ռակուրսից ես ստեմ, հա։ Այն երևացող աշխարհում մարդը այս քայլը արեց, հաջողվեց, բայց այդ նույն քայլը, եթե ինքը աներ մի տարի հետո կարող է չհաջողվեր։ Այդ ռակուրսից չեմ նայում։ Միշտ դու ոնց որ մի քիչ ծվերից ես գործում։ Իշքիզ ես գնամ գիտար նվագելու։ Ողջույն ընկերներ, մենք այսօր նկարում ենք շատ հետաքրքիր պատկաստ, քանի որ մենք ունենք հյուր, որին կարծում եմ բոլորը ճանաչում եք, բոլորդ հետևում եք իր էջին, կարդում եք, սովորում եք, եւ ինքը այն քիչ մարդկանցից է, ով դեռ 12 տարի առաջ Հայաստանում սկսեց բիզնես կրթության այդ շարժումը, որի մեծ ու բարեբեր ալիքների ազդեցությամբ լիքը գործարարներ եւ ձևավորվեցին հենց sense 0-ից, հա, եւ ովքեր արդեն բիզնեսով են զբաղվում, նաեւ լիքը բան սովորեցին եւ այդ կոնտենտի ազդեցությամբ տրանսֆորմացվեցին եւ իմ հյուրը նաեւ իմ շատ լավ ընկերն է ու մենք այն ժամանակ կարծում եմ հենց իրարով ոգեշնչվելով ենք այդ process-ը արել, իրարից սովորելով ենք առաջ գնացել եւ այսօր կարելի ասել մոտ 8-9 տարվա ընդմիջումից հետո մենք նորից մի տաղավարում ենք, միասին ենք ու այսօր մեզ շատ հետաքրքիր դիալոգ է սպասվում, բայց մինչև իմ հյուրին ներկայացնելը ես ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, Spin Production-ն է մեր գործընկերը, որի հարկի տակ նկարում ենք մեր բոլոր պոդքասթները եւ Red Invest Group-ն է մեր գործընկերը, իր Bosco նախագծով, որը Երևան քաղաքին մոտիկ ֆանտաստիկ մի նախագիծ է, որտեղ կառուցվում է նախ Juventus-ի ակադեմիան, իսկ բացի դրանից մի ամբողջ ենթակառուցվածք լինելու առողջ ապրելակերպի, լիարժեք lifestyle-ի եւ լիարժեք եւ այսպես ասած հագեցած կյանքով ապրելու համար։ Հետևաբար, եթե Photo Video Production Spin ընկերություն, եթե կցանկանա գույք ձեռք բերել, ապա Red Invest Group ընկերություն եւ իմ հյուրն այսօր մեր կողմից շատ սիրված Վահագ Դիլբարյանը։ Վահագ ջան, բարև ես եկել։ Գրիգոր ջան, շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ ներկայացնելու համար։ Տենց անդադ մտածում եմ, ինչ պետք է ասեմ էլի։ Համարժեքելի շնորհակալ եմ։ Ինձ քեզ մերսի, որ եկար, իրականում մենք ժամանակին այդ թվերին դու արդեն սկսել էիր իդեպ, երբ որ ես ոնց որ մտա այդ աշխարհ, մենք երևի սկսել ենք 15 թվականին, այն ժամանակ ես ու Վարամը Զարթուցիչով սկսեցինք ու դաժե մի անգամ ելույթ ենք ունեցել երեքով լոֆթում, այդ վիդեոները միջև հիմա YouTube-ում կա։ Ու ես ասի պետք է գնամ տղեկ հետ ծանոթանամ, հիշում ես։ Տրեյնինգ եկանում եկել էի նստել։ Ու իրականում արդեն անցել է 10-12 տարի անցել է ու մենք տեսնում ենք այս տարիներին ինչքան մեծ ու լավ օգուտ է տվել այս կոնտենտը։ Հիմիջև այսօր էլ դու սովորացնում ես եւ առաջի հարցը, որ ես ուզում եմ տամ քեզ, բոլորին այդ հարցը հետաքրքրում է, դու ինչ բիզնեսով ես զբաղվում եւ որտեղ ես քո այդ մեծ գիտելիքը եւ ջիղը ձեռնարկատիրական ռեալիզացնում, որովհետեւ այն ինչ դու գիտես ու այն ինչ դու կարաս անես, դա պրոստը ահռելի է, էլի։ Գրիգոր ջան, շնորհակալ եմ շատ։ Ուրեմն տես, ես զբաղվում եմ կոնտենտ մարքեթինգով։ Կոնտենտը իմ հայերեն չգիտեմ ոնց են ասում, իմ կանյոկն է, այսպես ասած։ Ես լավ տիրապետում եմ գրելու տեխնիկային ու հասկանում եմ մարդու ինչ է ուզում կարդա, ինչ է ուզում տեսնի, ինչ է ուզում լսի ու հիմնական զբաղվում եմ դրանով։ Իմ գործունեությունը ոնց որ բաժանվում է երկու մասի, մեկ այն ինչ որ հանրային դուք տեսնում եք, կարդում եք, եւ այն ինչ որ բիզնեսային է, այսպես ասած։ Եթե առաջ ինտերնետը տեքստեր, ես տեքստայնով էի աշխատում, տեքստեր էի գրում լսարանի համար, տարբեր, որը Հայաստանում չի, այդ լսարանը Հայաստանում չի։ Ինչքան է ծավալը այդ լսարանի։ Շատ միլիոններ։ Իսկ որ երկրներում է։ Հիմնականում Ամերիկան է, Ուկրաինան է, ռուսական շուկան է։ Այսինքն դուք Հայաստանից այդ ձեր կոնտենտի գործարանում կոնտենտ եք արտադրում ու վաճառում եք Ամերիկայի եւ Ռուսաստանի լսարանի վրա։ Ճիշտ եմ հասկանում։ Ռուսախոս լսարան ու ամերիկյան լսարան։ Այսինքն ձեր կոնտենտով Google-ը գովազդա վաճառում։ Հա, ձեր պարտները Google-ն է, ճիշտ եմ հասկանում։ Պարտները Google-ն է։ Հա, հետաքրքիր բիզնես մոդել է, Հայաստանում նու շատերը ծանոթ չեն այդ բիզնես մոդելին։
մոտավորապես սենց է, երբ որ Google-ը գովազդ է վաճառում այն մարդը Google Ads-ով, չէ, այն մարդկանց ովքեր ուզում են YouTube-ում կամ հենց Google-ին կցված կայքերում գովազդ դնեն, այդ մարդկանց մի մասը այցելում է այդ կայքեր օգտակար նյութեր կարդալով։ Այո, այո։ Եվ դուք այդ կոնտենտը, այդ ֆաբրիկան, այսպես ասած, կոնտենտի արտադրությունը դուք եք անում։ Հա, ու ինքը դար մոնետիզացվում է այդ կոնտենտը, ու այդ կոնտենտը գրվում է AI-ով։ Google-ն է վճարում ձեզ։ Այո, ու կոնտենտը բանը ստեղծվում է AI-ով։ Հենց մենք բիզնես մոդելի։ ասով Ես իջում մի պահ միջև մի մոտ 100 աշխատակից ունեիք ձեր կոնտենտի ֆաբրիկայում, հիմա AI-ը ահագին շատ քիչ է, հա, փոխարինել է ու եթե մարդիկ որ վախում են ասում են AI կգա եւ այլ բան, այն քիչ երեցի որ sense նստած ուրախանում են, ասում են արդեն ահագին process-ներ AI կանի, մենք չենք անի։ Մենք հիմնականում մտածում ենք լսարանի ճաշակը ոնց է փոխվում, որ ըստ այդ ճաշակի տանք ու հիմա ես որ ասեմ որն ամեն լսարանը շատ այդպես խնդալու կլինի ինքը 60+ ստատիկ պապիկներն են, որովհետև ինչ են ընտրել այդ լսանը, իրանք շատ են, իրանք աշխարհում շատանում են ու կարդում են իրանք, հա։ Ու իրանք կարդում են, իրանք ոչ թե ավելի շատ TikTok, Instagram են, իրանք ավելի շատ Facebook են, ու մեր հիմնական թիրախը Facebook-ում է, հենց այդտեղ են, էլի։ Ու իրանք ավելի շատ են, երկար են մնում, քիչ զբաղված են, թերթ մինչև վերջ կարդում են, կիսատ չեն թողնում, իսկ մեր Պակալենյան ավելի ցածրները հիմնականում այդպես կիսատ են թողնում կամ ավելի շատ ուրիշ լսան բանը սոցիալական ցանցերից են օգտվում հիմնականում այդ թիրախն են կընտրել ու այդ թիրախի գովազդը իրան ներգրավելու ավելի էժանակ քան ասենք մեզ հա հետաքրքիր է օքեյ իսկ դուք ոնց եք հասկանում այդ երկրների աուդիտորիայի վարքագիծը հետաքրքրությունները ոնց եք այդ կոնտենտը արտադրում հենց այն ժամանակ AI չկար այսինքն դուք այն ժամանակ Հայաստանից Ամերիկայի բանի համար հա հաճախորդի համար ոնց եք անում տեսեք ինչ հետաքրքիր ուրեմն մի 15 տարի առաջ կլեր մի հատ վաճառքի մասնագետի հանդիպեցի իր հետ այդպես ընդհանուր ոչ մի բան չեմ հիշում դեմքն չեմ հիշում զրույցը բան բայց մի հատ նախադասություն մնաց իմ մեջ էլի ինքը ասում է աշխարհում բոլոր մարդիկ նույնն են մաշկի գույնն է տարբեր բոլոր տեղերը հիմնական նույն ձև կարդում են Տրիգերների տեսանկյունից հա նույն բան ասենք մենք կարող ենք նույն տեքստը թարգմանենք չգիտեմ ուկրաիներեն թարգմանենք անգլերեն թարգմանենք ռուսերեն ու բոլոր ձևերով նույն ձև կարդան հա որովհետև բոլոր տեղերում կենցաղը բնույթը լրիվ նույնն է հա բայց թարգմանելուց պետքա թարգմանեք լրիվ այդ երկրի բանով հա այո ինչ են ասում սլենգ են հա ասում իրանց ոնց որ առօրյա այս խոսակցական ձևով հիմա առաջ մենք կմախք ունեինք այդ կմախքում առաջինը բաներ դեմի ինտրիգներ որ այդ ինտրիգելի մարդը հետաքրքրվի մտնի հետո գալիս է մեջտեղի մասը այդ մեջտեղի մասում պարտադիր պետք է մի հատ հետաքրքրող պահելնի որ ինքը ձգտի միջև վերջ կարդով այդ կուլմինացիան այդ 3 կետով կմախք կար ու տարբեր մարդկանց տարբեր թեմաներ, տարբեր կենցաղային բաներ, չգիտեմ, մի ժամանակ շատ ուժեղ աշխատում էր ռեմոնտ, ու զուգանի ռեմոնտը, խոհանոցի ռեմոնտը բոմբում էր, ասենց ասեմ, հա։ Հետո այդ զգացինք, որ դա արդեն չի լինում, անցանք ավելի ուրիշ կենցաղային թեմաների։ Հետո how to do-ներ մի ժամանակ լավ աշխատում, օրինակ, չգիտեմ, ոնց մենած սարֆետկով մեկել, ինչ որ պերեցով, հենց անես տարականները չլեն սենյակում, բան, ասենց թեմաներ լիքը կարդում էին։ Հետաքրքիր է։ Ու այդ կմախքը որ կար, արդեն ունեինք թիմ, ովքեր մեկը ասենք վերնագիրներ գրում, մենակ կենտրոնացած էր վերնագրի վրա, հա, մեկը նկարներ մենակ բանանում, պրոստը իրանց գործ իրականում ահռելի էր, որովհետև պետք է ամբողջ տեքստը կարդային ու ինտերնետից գտնեին այդ տեքստին համապատասխան նկար, այն ժամանակ ոչ մեկս Photoshop չգիտե։ Ու իդեպ ասեմ, ինձ ոչ մեկը մասնագետը չի եղել։ Ուղղակի տենց սկսել ենք անել։ Ու ինտերնետից այդ նկարը գտնում էինք, որեն ինչ որ մի հատ Photoshop-ից թեթև բան փոխում ու գնաց։ Լսի, դու խոսում ես, ես զուգահեռ մտածում եմ։ Դու նախ ահռելի գիտելիք ունես, քո ձեռնարկատիրական ջիղը պրոստը շատ մեծ է ու հիմա ամբողջ աշխարհով դա ոնց որ դու ռեալիզացնում ես, բայց մի հատ շատ կարևոր sense կետ կա, որը ուզում եմ մենք քննարկենք, դա քո մաքսիմում փակ լինելն է։ Այսինքն դու գործում ես կարելի ասել ստվերից, այդ մոնիտորների հետևից Վահագ Դիլբարյանը բոլորի կողմից ավելի մեծ է պահանջարկը քեզ տենալու, քո հետ շփվելու, քան դու իրականում ես նույնիսկ հիշես այն ժամանակ քեզ առաջարկել եմ նույնիսկ իրար հետ տրեյնինգներ անենք, դու մերժել ես։ Մի կողմից դու այդ գիտելիքը ունես, մենք կարայինք իրար հետ շատ թույն կոնտենտ անենք, բայց մյուս կողմից դու ասում ես իմը չի հանրային լինելը, իմը չի public լինելը ու միշտ դու ոնց որ մի քիչ ստվերից ես գործում։ Հիմա ժամանակն է եկել հասկանալու ինչի։
Ու վստահ եմ տենց շարունակվելու է, այսօր ես Վահագին հազիվ համոզել եմ ստվերից դուրս եմ բերել ու էլ ինքը հետա գնալու իր աշխարհ, բայց ամեն դեպքում հետաքրքիր է, ինչի է տենց քո վերսիան։ Եթե անկեղծ լինեմ, ես շատ եմ հոգնում լսարանի առաջ, ինչ էներգիաս վերջանում է, իսկ որ հետևից եմ գործում, ինձ չեն տեսնում։ Ես ավելի հանգիստ եմ ելում, այդ տրաֆիկը ինքը, ոնց ասեմ, ինքը տենց էներգիա ես կյանքում ոչ մի տեղից չեմ ստանում, որ ես տեսնում եմ իդեան, ասենք, բառը կամ նկարը կամ վիդեոյի մեջ օրինակ մի հատ հուկ դրեցինք ու ինքը թռնում, ասենք, այդ տրաֆիկի թվերը, ինքը միանգամից է, իդեա արեցիր, մտնում ես քո Analytics Google-ս ու տեսնում Google Analytics ու տեսնում ես ինքը ոնց է աշխատում, էլի, ու այդ պահին դու արդեն կարող ես արագ որոշում կայացնես։ Իսկ այդ խոսալը հանդիպել անընդհատ այդ տրեյնինգները բան ինձ տենց մաշում է, էլի, ես չեմ ստանում, այն ինչ մտածել ես երբևէ ինչի է տա տենց։ Երևի այդ փակելելուց բնույթից, հա, ավելի շատ ոնց որ սիրում եմ իմ համար, ասենք, այդ բանը անում եմ, ոնց որ մի հատ կոնտենտ ենք գրում, նայում ենք, տեսնում ենք ինքը ոնց է աշխատում, ու սիրում եմ այդ գիտելիքը տալ։ Դուք ոնց եք կարծում, օրինակ Վահագը չունի արդյոք այն ամբողջ խարիզման, համու հոտը, այն Վանաձորցու, Լոռեցու այն սաղն կոլորիտը, որ նաև մաքսիմում public լինի, էլի։ Ինչ եք կարծում, ես կխնդրեմ մեկնաբանություններում գրեք։ Ես կարծում եմ ունես, բայց դա խնդիրը ուրիշ տեղ է։ Ոչ թե խնդիրը, այլ տեսակը, քո տեսակը դու հարցրեցի, չէ՞, մեր ոդկասթից առաջ դու 9-ին ես ծնվել, որ ամսվա դեկտեմբերի 12-րդ ամսվա 9 արխետիպը ինքը շատ հետաքրքիր էներգիա ունի, դա նույնիսկ ոչ թե բնավորության մակարդակում է, դա արխետիպի, այսինքն ավելի խորքային միջուկի մակարդակում է։ 9 արխետիպ ունեցող մարդիկ սիրում են այդ փակ լինելը, մենակությունը, ոչ public լինելը, դրա համար 9 արխետիպով մարդիկ իրանք լինում են հիմնականում կուլիսների հետևում գործող գեներալներ, հա ինքը շատ, ինքը ոյնի արխետիպ է, բայց ի տարբերություն 7 արխետիպի, որը մաքուր ոյնի արխետիպ է, ինքը ավելի իմաստուն գեներալի արխետիպ է, որը կառավարում է լինելով ստվերում։ Օրինակ, եթե դուք 9 արխետիպ ունեք, ինքներդ ձեզ հարց տվեք, արդյոք ձեզ կոմֆորտ է լինել ուշադրության կենտրոնում։ 9 արխետիպի համար ուշադրության կենտրոնում լինելը նշանակում է լինել թիրախ, ճշնամու, սնայպերի համար։ Հետը լեմ։ Հապտի գեներալ 9 արխետիպով մարդիկ շատ ուժեղ գեներալներ են լինում ու ովքեր հենց կուլիսներում են գործում։ Եվ փաստացի քո ամենա-public իրադարձությունը, որ դու արել ես, քո գրքի շնորհանդեսն է եղել, որը իդեպ ինքն էլ չի վարել, ես եմ վարել։ Երկրորդն է չենք վարել։ Ինքն էլ չվարեց։ Ես էի վահեներ, չէ, ելով կար տղերքից։ Չեմ հիշում արդեն։ Շավներ։ Հա, շավներ, հա։ Այսինքն դաժե իր գրքի շնորհանդեսին, որտեղ երևի ամենամեծ իվենտն է եղել մեր բիզնես իրականության մեջ, բանում էր, կոնգրեսում էր։ Միաշխարհ մարդ, ես չգիտեմ, քանի հազար մարդ կար, շատ էր։ Դալիճում երևի մոտ 700 հոգի մարդ է տեղանում ոտի վրա, բայց այս մուտքի մոտ ցենց ու բանն էլ այդ ժամանակ հələ կոնգրեսի դալիճը չէին բանալ, վերանորոգած չէր, տեխնիկան բեմը, ասես մի հատ այսքան բեմեր մենք չէինք երևում, տես բայց խոսում էին գրքից էինք պատվում, մի հատ բում էր։ Կստացի այդ գիրքն էլ դու մինչև հրատարակելը ահագին երկար ժամանակ այդ այնց թվերում լինելով իրան ոնց որ պատրաստեցիր ու էլի անցած թվեր ավելի գնացի։ Ու քիչ պատմեմ այդ գրքի պատմությունից էլի ու մինչև հիմա վաճառվում է, չէ՞ կարծում եմ։ Հա, Գրիգոր ջան, մինչև հիմա վաճառվում է, բայց Հայաստանում դրսում էլ ենք փորձել ֆեյլ ա եղել, բայց հասկացել ենք խնդիրները, հիմա նորը կպատրաստենք արդեն դրսի մասով, այս սկզբից գամ։ Իրականում իմ կյանքն է գիրքը փոխեց, լինելով այդ ստվերում, չսիրելով այդ որ երևալ, խոսալ եւ այլը, ստիպված է ես այդ ամեն ինչի մեջով անցնել, բայց որ անցա արդեն վсё, էլի նորից գնացի իմ հետ իմ գործունեությանը։ Ինքը этаպներով է, հիշում եմ, որ ասցին այդ գրքի խելացի ընկերներից ինձ ասում են, որ գրքի թափը մի կոտրի, դրա համար ոնց որ երկրորդ գիրքը եղավ, դրանից հետո արդեն երրորդը հոգնեցի, զգացի, որ չէ պետք չի անել։ Ինքն էլ է իմ կյանքը փոխել շատ, որովհետեւ գրքից առաջ ու գրքից հետո լրիվ ուրիշ մարդ եմ։ Ու որոշեցինք ամերիկյան շուկայել փորձել։ Հակներես էլի արի մեզ ամենալավ հարց գրող ունկնդիրին քո գրքից նվեր միանշանակ ամենալավ հարց կամ մեկնաբանություն գրող ունկնդրին մենք Վահագի բիզնես գաղտնիքներ գիրքը նվեր կտանք մի հոգին կարող մեզ գրի 5 հարցից ոչ ավել շատ լավ հաճույքով ընդունում ես ընդունում եմ միանշանակ դե գնացինք առաջ ու տենց որոշեցինք որ Հայաստանը վերջ դե փոքր շուկա է ու այդ գիրքը այն գիրքն է որ նենց չի որ բոլորը պետք է կարդան էլ ինքը ռոմանտիկա չի տենց
Ինտրիգներ տենց, հա, ոչ թե լիքը մարդ 17000 օրինակը քիչ է Հայաստանի համար, այդքան մինչև հիմա վաճառվել է։ Դե հաշվի առնելով իր գինը, ծավալը եւ այլն, ինքը շատ վաճառք է։ Ինչ արժի ինքը 9.9 է։ Հա, Որոշեցինք ամերիկյան շուկա փորձել, չգիտեմ ինչի տենց որոշեցինք Amazon-ով վաճառել։ Սխալը մերեն էր, որ գիրքը մաս դրեցինք, առաջին մասը դրեցինք ու մարդիկ սպասում են երկրորդ մասին, ու երկրորդ մասը ինչպես միշտ էլի ես ալարեցի, չէի ուզում, չգիտեմ, չստացվեց, ուզում էի ստվերում ելնեմ, չէի ուզում տենց երևամ, բացի հետել առաջի վաճառո գնողների email-երը չենք վերցրել, որ երկրորդը վաճառենք, ասենք որ ռասիլ կանենք, որ երկրորդը կա, էլի գնեք, պլյուս դրան բավականին քանակությամբ գումար չներդրեցին գովազդի մեջ, էլի ես ալարեցի, չուզեցի բան եւ այլն, տենց մնաց, բայց հիմա Amazon-ը մի հատ հետաքրքիր բան ունի, գիրքը կարդալու ժամանակ գումար է վճարում, չգիտեմ նոր բանը ինչա, Prime over ունի, այն մարդը կարող գիրքը չառնի, ինքը պրոստը գիրք կարդա, դու գումար աշխատես։ Տենց թողել ենք ու տեսանք, որ բավականին կուտակվել է։ Կոնտենտի բանը էր, ինչ որ մի եղանակ կոնտենտ մարքեթինգի էլի մի ձև։ Հա, ու ինքը էլի ոնց որ տենց մոտիվացրեց, ասացի լավ։ Հիմա էլի բան կանեմ, կաշխատեմ, կթարգմանենք ու կգնա Ամերիկա էլի։ Լսի, բայց Հայաստանում ինձ թվում է այդ օրերին երևի այդ քո ասած թվի մի 30% այդ օրերին է վաճառվել։ Հա, շատ էր։ Բոլորը դրանից էին խոսում, բոլորս ոնց որ ունեինք, նվիրում էինք, առնում էինք այդ գիրքը, չգիտեմ, ֆենոմեն էր։ Իրանից հետո բիզնես գրքերի շուկան ոնց որ բացվեց, շատ սկսվեց բիզնես գրքեր արդեն գրվել, տպագրվել ու ես մենակ ուրախ եմ, որովհետև այդ կարդալու մշակույթը բիզնես գրքերի ավելի ուժեղացավ ու իրոք հաճելի էր։ Ինձ օրինակ մեր իմ ուսանողները ու ընկերները ինձ հաճախ ասում են ինչի դու գիրք չես գրում։ Ճիշտ է, ես էլ եմ ասել։ Ահա, բայց նայ, հենց տեղ մեր արխետիպերի տարբերությունը ինձ օքեյ է, որ պատմեմ տրեյնինգի ժամանակ public դրա մասին խոսամ։ Այսինքն քո իմ արխետիպերի տարբերությունը իմը 10-ը, քոնը 9-ը իհարկե մի թվի տարբերություն է, բայց լրիվ տարբեր բնավորություններ են։ Իմ համար լրիվ օքեյ է դուրս գալ լսարանի առաջ, օրինակ քո լսարանի առաջ, 1000 հոգու առաջ պատմել քո գրքից։ Ես ես ուզում գրեմ, թե իրենք դու գրես, ես էլա։ Դրա համար ես գիր գրել իմը չի։ Չնայած այս ընթացքում այնքան բանա կուտակվել, այնքան մենակ կլուբ կապիտալի այս պատմության ընթացքում այնքան բանա կուտակվել, որ եթե գիր գրեմ կարող է մի 3 հատոր մինիմում լինի, բայց իմը պատմելն է։ Մի օր կպատմեմ, կստացի մենք նախատեսում ենք հետաքրքիր բան անենք վաղագի, դրա մասին քիչ ավելի ուշ կխոսանք։ Մի հատ էս բան ասեմ են how to be, օրինակ բիզնեսի մասով կարաս տենց շատ լավ լիքը պատմական թվի վիդեոներ անես, չգիտեմ անում ես թե չէ։ Հա, չէ, հələ որ չէ։ Բանը օրինակ, չգիտեմ, եթե լավագույն աշխատողը այլ լավ չի աշխատում, ինչ անել։ Հա։ Եթե չգիտեմ թիմում կրիզիս կա ոնց անել ու սենց լիքը ինքան հարցերին դու կարաս էլի այդքան բազա ունես կարաս անդրադառնաս դե առաջ աստված առաջ աստված շատ լավ փաստորեն գիրքն էլ է ինքը բիզնեսի մի ձև է որը աշխատում է ահագին երկար մինչև հիմա ինքը ոնց որ շատ կոպիտ ասած ոնց որ վարձով տված տոն լինի հա տենց ինչ որ մատ ակտիվ լինի նենց չի որ մենք ամեն տարի տպում ենք բայց դե աշխատում ենք շուկայում ինքը միշտ լինի ու ինքը էլի վաճառվում է ու որ հարցնում են 3-րդ, 4-րդ նմանատիպ չէ, արդեն ինքը իրան ոնց որ ինչքան պետք է կա։ Այն ինչ մարդկանց ուրիշ պետք է, իրանք արդեն պիտի պրակտիկայում փորձեն։ Պրակտիկայում անելը, կարդալ անելը դրա նման ոնց ասեմ, այդպես էներգիա, այդպես հաճելի բան չկա։ Օրինակ ես որ գրքում գրում եի, ես ինչ բան ես ինքը պրակտիկա անում էի։ Օրինակ Չինաստանից ապրանք էինք բերում, գիտես ինչ ձևի ապրանքներ են, որ մարդը հենց տեսնում է ուզում առնի։ Այդ ձևի ապրանքներ ու մտածում ենք ոնց վաճառենք տեխնիկաները, ոնց անենք, ինչ անենք, ու ես էլ գիրքը բացում եի, ասում եմ դե ես եմ գրել, բայց դե մարդ ես մոռանում ես։ Նայեմ ինչ տեխնիկաներ կա, կարելի է օգտագործել, դնում անում, լավ աշխատում։ Օրինակ կոնֆետը ջեբի սարքում էի։ Հա։ Կամ վաճառում էի հարևանին, ոչ թե գնորդին, որովհետև ես գիտեմ, որ հարևանին եթե չկարեցա գրավեմ, հասելու եմ միար։ Կամ հենց տուն եմ մտնում, առաջինը կոնֆետ էի տալիս երեխեքին, վсё, ես գիտեի, որ վաճառվելու է։ Կամ հենց բանը, առաջի բանը գնում է նվերն էի տալիս, ասում եմ ես ձեզ նվեր, ես գիտեի, որ հետս ինչ տարել եմ առնելու արդեն։ Հա, դու նաև լավ սելզմեն ես, շատ ուժեղ, բայց էդ էլ քո ոնց որ փակ լինելով դու էդի ուղիղ չես ռեալիզացրել, չէ։ Բայց որ ասենք հաճախորդի հետ տետ-ա-տետ հանդիպում ենք, մի քանի հարցից հետո մոտավոր արդեն հասկանում եմ իրան ինչա պետք, ինչ տամ, ինչ առաջարկեմ, կամ ասեմ, էսի քեզ պետք չի եղել, ասել եմ, ես քեզ պետք չի, մի առ։ Հա։ Դրանից հետո ինքը գրում ասում այդ աղա ջան, ես քեզից ուզում եմ ինչ-որ բան առնեմ։ Հա։ Ոնց որ trust-ը, հայերեն ոնց է։ Վստահությունը, որ արդեն տալիս ես, վերջ։ Նայ, այն ժամանակ, երբ որ գրում էիր դու, իհարկե
գիրքը իր տեղը ունեցավ, բայց քո Facebook-ի էջը ես հիմա նայում եմ, մենք լիքը ընկերներ ունենք, այսօրվա բիզնես, այսպես ասած, մեծ համայնքի բոլոր ներկայացուցիչները գրեթե քեզ կարդում են, քեզ հետևում են ու իրոք դա ազդեցություն է թողում։ Դու ոնց որ ասած կապեցիր մեր հայ գործարար միտքը դրսի հետ, նաև համաշխարհային փորձի հետ, մենք տեսանք թե ինչա կատարվում աշխարհում, հա, ինչ որոշումներ կան բիզնեսում, խոշոր ընկերությունների տակ ինչ որոշումներ են ընկած, ոնց են մարդիկ մեծ բիզնեսներ ստեղծել, հա, ու այստեղ հարցս քեզ հետեւյալն է, ըստ քեզ քո ոնց որ բանով, հա, առաջի 3 տեղում որ բիզնեսմեններն են աշխարհում, ովքեր հանճարեղությամբ քո համար 1, 2, 3 տեղերում են։ Առաջինը միանշանակ Ֆուգերն է։ Ֆուգեր։ Հո, Ով է։ ինքը ֆենոմենալ։ Ինքը Ով է, ինչա, ինչի մասին է։ Ինքը իմ համար էսա իր մասին որ պատմեմ, սենց ինքը աշխարհում թղթով գրանցված առաջի ամենահարուստ մարդն ա եղել։ Իր փողը մոտավորապես 400 միլիարդ դոլար է կազմել, մինչև էս Իլոն Մասկի էս բաները, թռիչքը ինքն է ամենահարուստը, մինչև ոնց որ 21-րդ դար։ Ինքը ապրել է 1400-ից 1500 թվականներին։ Ինքն է ստեղծել վարկը, այս բանը վարկային համակարգ, ոչ թե ստեղծել, ներողություն սխալ ասեցի, այլ որ եկեղեցուց պոկել է, ասել է ժողովուրդ թողեք մենք վարկ տանք մարդկանց։ Ինչ ազգ է եղել։ Գերմանացի հրեա։ Ինքը առաջինը արի սկզբից գամ, ինքը դա ֆենոմենալ տիպ է։ Դավայ։ Ուրեմն ինքը Հռոմի պապին փող է տալիս, վարկ։ Հռոմի պապն ասում է, բայց քո վարկը ոնց եմ տալու, հետ փակելու, ասում արի գիտես ինչ անենք, արի ինդուլգենցիաներ անենք։ Այն մարդիկ ովքեր հանցագործություն են արել, դու գնաս ախպեր փող տուր ինձ, այդ հանցագործությունը կոպիտ ասած ջրում եմ։ Ու այդ փողն էլ դու ինձ իմ վարկը տուր։ Հա, եկամուտի աղբյուր է գեներացրել էլի։ Ստեղծում է ինդուլգենցիաներ, մարդը գնում է, չգիտեմ, 8 հատ մարդ է սպանում, գալիս է Հռոմի պապին փող է տալիս, Հռոմի պապը ջրում է այդ իր ամեղքերը, ինքն էլ այդ փողը տալիս է Ֆուգերին։ Եթե չեմ սխալվում, իրանք ամենայն հավանականությամբ խաչակիրների հետ կապ պետք է ունեցած լինեն, որտեղ վարկերը ստեղծել են խաչակիրները, ու նաև այդ ժամանակ շարժում կար խաչակիրները, հետո տամպլիերները, իրանք, այսինքն այն քրիստոնյաները, ովքեր նաև տարբեր եղբայրությունների մեջ էին։ Ճիշտ եմ ասում։ Հա, ու ինքը եկեղեցին ոնց որ չէր ուզում, որ այդ վարկը մասսայական քրիստոնյաներին տան ու Ֆուգերը մեր աղբերը որոշում է, որ չէ, կարելի է ինքը սենց անել։ Պլյուս Ֆուգերը ունենում է հանք, ասեմ ինքը ոնց է Հարստանում նախ։ Ինքը ունենում է, հա, ինքը ունենում է կապիտալ, իր եղբորից ոնց որ եղբորից տված։ Ու այդ փողը վարկով տալիս է այն ժամանակ հռոմեական սրբազան կայսրություն կար, այդ կայսրության Ֆրիդրիխին, թագավորին։ Այդ թագավորը ստեղծվում էր 7 կուրֆյուրստների կողմից, այդ չգիտեմ ովքեր են իրանք, թարգմանաբար չեմ կարող ասեմ։ Այդ մարդիկ ընտրում էին թագավորին, այս թագավորը վարկ էր վերցնում հարուստներից, դրանցից մեկն եղել է Ֆուգերը։ Ու այս Ֆուգերը այդ հարստությունը վերցնում էր այդ թագավորի հանքերից, այսինքն ասում էր ախպեր, դու գրավդիր հանքդ, դուր այդ հանքդ ես այդ պղինձը կհանեմ, կարծունահանեմ, ես կծախեմ, կվերցնեմ։ Խոսքինակ տալիս էր 100,000 դրամի վարկ, այդ 100,000 դրամի հանք էր հանում ու ինքը տանում էր Վենետիկ 300,000-ով ծախում։ Ու ինքը ասում էր, քանի որ այս հանքերը անպաշտպան են, Հունգարիայում են այդ հանքերը։ Ավստրիայի թագավորին ասում էր, թագավոր ջան, գնում ես գրավում ես այդ հանքերը, որ պահես։ Այս Ավստրիայի թագավորը գրավում է հանքերը, ստեղծում է Ավստրո-Հունգարիան, ոնց որ։ Ֆուգերի այդ շնորհիվ։ Ու ինքը բոլոր կայսրներին պարտքով փող էր տալիս։ Մարդիկ իրանից կախված էին։ Ու ինքը պարտքը ոնց էր հանում, ասում էր պարտքը չեք տալիս, օքեյ։ Վարձում էր լիքը այդ վարձկաններ, գնում էին, սկսում էին խանգարել կամ թշնամի պետության էր փող տալիս, ասում էր հարցակվի։ Okay. Ինքը ֆենոմենալ են։ Ոնց է իր կյանքը ավարտվել։ Ինքը իր մահով է մահանում, հա, Ֆուգերաու մինչև կա այդ գյուղը տարածքա։ Իր ոնց որ սերունդները մինչև հիմա կան, նես չի որ տենց հարուստ են ոնց որ Ռոքֆելերը կամ Ռոթշիլդը, բայց կան։ Ու ինքը տենց ուժեղ կերպար ա եղել ու իր շնորհիվ կայսրությունն է ստեղծվել, իր շնորհիվ պատերազմներ են ավարտվել, պատերազմներ են սկսվել։ Իրանից է ոնց որ նաև սկսվել այդ կայսերներին վարկեր տալը ու դեռ մինչև հիմա կա այդ Պրոստը արդեն ուրիշ ձևով ուրիշ փաթեթավորմամբ։ Երկրորդ տեղում ով է։ Դե երկրորդը իմ համար Ռոքֆելերն է, իր այդ ֆենոմենալ ոնց ասեմ, որ այդ հաշվարկները, այդ մրցակիցներին, նու եկեք բիզնեսի դաշտ գնանք, էլի մառալը թողենք մի կողմ, բիզնեսի դաշտում այդ մրցակիցներին վերացնելը, թե ինչ որ մեկին կուլ տալը, ինչ որ մեկի այդ համաձայնության գալը, սենատորներին կաշառել, գնել, իր շահերը առաջ տանել,
Ես իր նամակներն եմ կարդացել, տղուն 14 թե 24 նամակ ես չեմ հիշում վերնագիրը, Գրիգոր ջան, ամեն մի նամակը մի հատ դաս է։ Ես շատ կուզենայի իմ տղուն մի հատ է ասում է, մարդիկ տղես ասում է հանձնվում են նրանից, որ չեն հավատում այդ հաջողությանը, դու ոնց են ասում, երբեք մի հանձնվի, այս կյանքում երկու բանով ես դու շահելու, երբ որ շատ համբերում ես ու ռիսկ ես գնում։ Երկրորդ նամակում ասում էր, ես ափսոսում եմ, որ մահացել է մեր ամենաուժեղ մրցակիցը, որովհետև եթե ինքը չլեր, ես նրան չէի հասնի։ Մեր մոտ մենք միշտ ձգտում ենք այդ մրցակիցը չլինի, իրան ուտենք, չգիտեմ, վնասենք, գինը գցենք կորի, չէ, բայց ինքը ասում էր, ես ուրախ եմ, որ ինքը կա։ Հա, նայ, բանի մեջ մարդիկ, ովքեր կառուցել են Ամերիկան այդ կինոյի մեջ, տեսել ես վստահ եմ, իր վարած մրցակցության կռիվը լրիվ այլ է, մակարդակը, լրջությունը ոնց է Ամերիկան զարգանում, ասենք, երբ որ ինքը բան չի ունենում, այդ երկաթգծի վրա իշխանություն չի ունենում, այդ ուրիշ կապիտալիստի է լինում, ինքը բռնում է խողովակաշարեր անցկացնում, որ իր նավթը տենց տանի։ Այսինքն դու տեսնում ես ոնց է մրցակցությունը զարգացնում ամբողջ ոլորտը, հա։ Հայաստանում մրցակցությունը իմ կարծիքով ավելի հոգեբանական է ու ավելի ոչնչացնում է ոլորտը, քան զարգացնում է։ Ես տենց եմ կարծում։ Եթե Ամերիկայում այդ թվերին մրցակցությունը եղել է այդ բանի, հա, ոնց որ ասած կապիտալիզմի շարժող ուժը, Հայաստանում ընդհակառակը մրցակցությունը հաճախ սպանում է ոլորտը, որտեղ այնտեղ գնում է գնային մրցակցություն, այնտեղ գնում է հոգեբանական մրցակցություն, այնտեղ գնում է ավելի անառողջ մրցակցային ոնց որ հարաբերություններ, որը փչացնում է ավելի մեծ ոլորտը, կարելի է ավելի մեծ բան ստեղծել ու մրցակցել, օրինակ, չգիտեմ, պատկերացրա երկու սպորտսմեն Հայաստանում անընդհատ իրար հետ բան են անում ու տենց էլ ժամանակ չի լինում, որ իրանք միասին դուրս գան միջազգային մրցումներում կրեն, էլի, պատկերացնում ես։ Դրա համար Ռոքֆելլերի այդ ժամանակների մրցակցությունը այսօրվա հայկական շատ բիզնեսներում գործող մրցակցությունը իմ կարծիքով շատ ոնց որ այնտեղ կոնստրուկտիվ է, թե դեստրուկտիվ է։ Ու պլյուս այնտեղ ամեն մեկը ձգտում էր երկաթգիծ գցի, ձգտում էր խողովակաշար կառուցի, նավերը վերցնի, չգիտեմ, ամեն ինչ անում են, զարգացնում են, էլի, մեր մոտ, չգիտեմ, ավելի շատ իրար դեմ է, էլի։ Դե հա, համաձայն եմ։ Երրորդը Մուլիեն։ Էս մի հատ ֆենոմենալ ընտանիք է, Գրիգոր ջան։ 600 թե 700 հոգի են։ Իրանց ապու պապը, այսպես ասած, կտակա գրե, ասելա, որ իմ ընտանիքի ցանկացած մարդ պետք է բիզնես ստեղծի ու պետք է բոլորը հավասար փայ ունենան։ Ու բոլոր երեխեքը ունեն ընտանեկան ինստիտուտ, այդ ընտանեկան ինստիտուտը պետք է ավարտեն, ստանան դիպլոմ, ընտանիքի մեծ պապիկները հավաքվում են, իրան տալիս են նախնական կապիտալ, ասում են գնա։ Ինքը պետք է այդ կապիտալով ստեղծի բիզնես, ով որ չի ստեղծում, ոնց որ չի ստանում այդ մեծ փայը, տենց պրոստել նոմա փոքր փայատեր։ Իսկ ով որ ստեղծում է, ինքը դառնում է մեծ մասնաբաժին ունեցող։ Օրինակ դրա մեջ մտնում է Բուլանժերին, մտնում է Օշանը, Ռուսաստանում եկա Օշանները, մտնում է բանը Լերուա Մերլեն, այնտեղ կա Կիաբին, մի խոսքով սենց մեծ տարբեր ցանցեր են մի ընտանիքի բանը, մի ընտանիքին է պատկանում, ու այս ընտանիքի ֆենոմենալ հաջողությունը այնա որ համարյա հարկ չեն տալիս։ Իրանք կարողացել են իրավաբանորեն նենց ձևակերպել, Ֆրանսիայում մինչև հիմա հետևներից ընկած են, էլի որ այդ հարկը պոկեն, բայց իրանք նենց են կարողանում այդ trust-ներով, offshore-ներով, չգիտեմ, տարբեր դուստր ձեռնարկություններով իրար մեջ նենց պահել, որ հնար չկա։ Ու մի հատ էլի յուրահատուկ բան ասեմ իրանցից, այն կանայք ովքեր ամուսնանում են տղամարդկանց հետ, ելնում են ընտանիքի անդամ, բայց եթե բաժանվում են, այդ տղամարդիկ փայ չեն ստանում։ Ոնց որ կապիտալը դուրս չի գալիս։ Քանի ամուսնացած են, իրանք 700 հոգի են ու ամեն մեկը իր փայա բաժինը պարտավոր է վաճառել մենակ ընտանիքի անդամի։ Դուրս ընդհանրապես չի վաճառում։ Իդեպ դու ոնց ես մտածում ամենաուժեղ ու ամենառողջ բիզնեսները դրանք ընտանեկան բիզնեսներն են։ Հա։ Ես երազում եմ, որ Հայաստանում լինի փոքր, միջին եւ մեծ ընտանեկան բիզնեսներ, որը մենք այս պահին կարծում եմ ֆեյլ ենք արել, որովհետեւ հորից որդուն անցնելը մեր մոտ խնդիր է։ Ինչի՞։ Որովհետև այս թեման մենք գարեջրասերներում շատ ենք ոնց է էփել։ Նախ հայրերը ուրիշ ժամանակաշրջանում են հարստացել։ Որդիները գնացել են Լոնդոն, չգիտեմ, Մանչեսթեր կամ Ամերիկա, սովորել եկել, իրանք լրիվ ուրիշ հոր այդ դեսպոտ թեմայից դուրս են ու շատ դժվար է արդեն վերցնել արևմտյան կառավարման մոդելը, բերել այդ կառավարման վրա աշխատացնել, էլի չի լինում։ Երկրորդը հայրերին թվում է իրենք հավերժ են, բայց տենց չի, իրանք պետք է շատ շուտ սկզբից է պատրաստ են, էլի 10 տարեկանից 15 տարեկանից արդեն պիտի պատրաստ են։ Ես ինքս պլանավորել եմ երեխեքին ուղարկեմ ուրիշների մոտ աշխատելու։ Սովորեն ուրիշների մոտ, մինչև արդեն գալ հիմնական բիզնես, ըտե գիտելիքները տամ, էլի։
ու մտածում եմ պիտի շատ փոքրուց պատրաստել։ Մեր մոտ այդ չկա, ինձ թվում է, ես հուսով եմ, որ ինքը կլինի, այդ ինստիտուտը մեր մոտ կկայանա, հորից որդուն բան կլինի, որ հայրն էլ արդեն հանգստանա, թող էլի տղուն լիարժեք տա, ասի արա։ Ոչ թե տալիս են ու անդադ գլխին նստում, ասում ես ինչը սենց պիտի լինես, պիտի լի եւ այլն։ Այդ ինստիտուտը պիտի մեր մոտ զարգանա։ Ահա, մի պատճառը ես ունեմ, եթե դու ավարտեցիր, ես էլ կիսվեմ։ Մի հատ է հավելեմ ու Դավայ, ահա։ ես վերջերս մի հատ ընտանիքի մասին էի կարդում, Իլի կոֆե կար։ Այդ Իլի ընտանիքում մի հատ բան կա, երեխաները երբ որ դառնում են 18 տարեկան, պայմանագիր են կնքում, ըստ որի եթե իրանք չեն կարողանում մեծ ավանդ ներդրում ունենալ բիզնեսի զարգացման մեջ, իրավունք չունեն ոչ մի բան ձայնի բիզնեսում։ Իրանք մենակ իրանք փոքր փայն են ստանում։ Եթե իրանք կարողանում են մեծ ավանդ ներդնել, բիզնեսը մեծացնել, ուժեղացնել, նոր իրավունք են ունենում մեծ փայատեր դառնալ ու որոշում կայացնել կամ վաճառել բաժնետոմսեր, եթե չէ։ Դա բանա թուղթա բոլորը ստորագրում են։ Իմ կարծիքով ստեղ մի հատ էլ պատճառ կա, դա նա է, որ գործարի ջիղը, դա էներգիա է, որը փոխանցվում է կասկադի նման վերևից հորից որդուն, հետո թորանը, այսինքն ռադավոյ տոհմի էներգիան, եթե կա գործարի էներգիա տոհմի մեջ, այդ էներգիան կարա ոնց որ հոսի դեպի ներքև, բայց այստեղ մի հատ շատ դուրս բայց կա։ Այդ էներգիան հոսում է մենակ այն ժամանակ, եթե հիերարխիան պահպանված է այդ տոհմի մեջ, այսինքն եթե պապիկը իր տեղում է, տղան իր տեղում է, թոռը իր տեղում է։ Նույնը կանայք, հա, այսինքն բոլորը հիերարխիայով իրենց ճիշտ տեղը զբաղեցնում են։ Ցավոք, ես շատ հայ ընտանիքներ եմ տեսնում, հայ իմ ընկերների մեջ, տղամարդկանց մեջ հատկապես, հա, ովքեր իրանց տղայի մեջ հիերարխիա չեն պահում, շփվում են որպես ընկերներ։ Ու դա համարում են շփման լավագույն ձևը ու հաճախ հպարտանում են, ասում են իմ տղեն իմ ընկերն է, ու տղու հետ նենց են խոսում, որ եթե դու չտենաս, որ ինքը տղու հետ է խոսում, կմտածես մի հատ լավ ընկերոջ հետ է խոսում։ Դա կարա առաջի հայացքից որոշակի, ոնց ասեմ, իր մեջ դրական կողմեր ունեցող մոդել լինի շփման, բայց փաստացի, եթե մենք նայում ենք յունգյան փսիխոանալիզով, դա ամբողջ այդ կասկադը ընտանիքի խախտում է, որովհետև երեխան պետք է լինի երեխա, հայրը պետք է լինի հայր, պապիկը պետք է լինի պապիկ, բանաստեղծության մեջ չէ, ասում եմ, նստած էին մերոնք կարգով, կրտսեր ու ավակ, նստում էին ու սպասում էին մինչև պապը գար, մինչև ծաղիկ եզանզանգը ծլնգար, այսինքն կարծեմ Թումանյանի բանաստեղծությունն է, չէ, հին օրնություն, իդեպ տենց է կոչվում, հին օրնություն, այդ բանաստեղծությունը ամբողջությամբ պատմում է սրա մասին, կանաչ վիթխարի են կուզեն ուտակ, իրենց հասակի կարգով ծալպատակ, մի խոսքով, արդեն մոռացել եմ, ու ստեղ մենք տեսնում ենք, որ եթե հիերարխիան խախտվում է հայրերի եւ որդիների մեջ, այդ էներգիան չի հոսում, դու հետո տղայդ ուզում ես Սորբոն ուղարկի, ուզում ես Հարվարդ ուղարկի, ինչ կրթություն ինքը ուզում է ստանա, եթե հայրական այդ էներգիան ինքը չի ստանում, ինքը բիզնես չի կարող անի նենց ոնց հայրն է անում։ Այս իմ դիտարկումն է, ու մենք տեսնում ենք այսօրվա աշխարհում, որ շատ ու շատ ընտանիքներում այդ հիերարխիան չի պահվում։ Ուղղակի չի պահվում։ Հայրերը ընկերություն են անում իրենց աղջիկ երեխեքի հետ, հայրերը իրենց տղա երեխեքի հետ են ընկերներ, ըստ իս դա ինչ ասեմ, առնվազն այդ կասկադով հոսող էներգիան տողմից վերևից ներքև խախտում է։ Աշկից ես էլ խնդիրներ ունեմ, հա։ Իմ ներա տենց դիմացում։ Իրականում սա մի ամբողջ գիտություն է, այս տոհմի մետաֆիզիկան, որը սկսել է դեռ շատ վաղուց, հետո Յունգը ահագին սրա վրա լույս է պահել, ահագին բացահայտումներ է արել, հետո ավելի ուշ Բերտ Խելինգերը, գերմանացի հայտնի հոգեթերապևտ, մի հատ ահռելի համակարգ է ստեղծել, որի առանցքային հենց բանը ոնց է ռոդում տոհմում էներգիաները փոխանցվում ներքև, թե օրինակ, եթե որևէ մեկից տոհմում կա հարստության էներգիա, օրինակ, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ սերնդում, հա, մեծ հարստության էներգիա, այդ հարստության էներգիան կարա հոսի ներքև, իսկ դու էլ կարաս այդ հարստության էներգիան ստանաս ու քո կյանքում ռեալիզացնես, եթե հիերարխիայով դու քո տեղում ես, դու քո տղայի տեղում ես, օրինակ ես մեկ դեպքեր կա ավելի վատ բան եմ տեսնում եմ, որ թոռը նույնիսկ իր պապիկից ավելի վերև է, այսինքն հիերարխիան այնքան է խախտված, որ նույնիսկ թոռնիկը իր պապիկի հետ խոսում է, այս վերջում նստած էի բանում Մալիբյուի այգիում, մեր ընկերոջ հետ հեծանիվ քշելուց եկել էինք, ասենք նստենք մի հատ սուրճ խմենք, ասես նայում եմ թոռ ու պապի իրար հետ շփվում են, ու ես տեսնում եմ, որ թոռը իրան ավելի մեծ ու կարող ու խելացի ազգում, քան պապիկը։ Դու տեսնում ես հիերարխիայի ինչ թռիչքաձև խախտում, այդ ձևի հարաբերություններում կարծել, որ այդ տոհմի օրնության էներգիան կհոսի,
կարծիքով դա հնարավոր չի։ Հետևաբար գալով քո ասած թեմային, հայրերից դեպի որդիներ եւ սերնդեսերունդ փոխանցվող ու պահպանվող կապիտալը կարծում եմ սկսում է դեռ այդ էներգիայի մակարդակից, հետո գալիս է գիտելիքի մակարդակ, հետո գալիս է ինստիտուտների մակարդակ, հա, ու տենց գնում է առաջ։ Ես շատ կուզեմ մեր մոտ տենց լիներ, Գրիգոր ջան, որովհետև, չգիտեմ, մարդ ես Սիցիլիայում կամ Հռոմում կամ Բերլինում մի հատ տեղ ես գնում, ասում է 1700 թվի բան է, փոքր ռեստորան չի կա, ու մինչև հիմա 50 սերունդ չկա ներողություն, ասենք 15 սերունդ այդ բանում են, կամ Ճապոնիայում ասենք, ասում եմ, խի մեր մոտ տենց չի էլի, ճիշտ է, մեր կապիտալը տարբեր կայսրություններ խժռել են, Օսմանյան, ռուսական, չգիտեմ, խառը, այնտեղ Հնդկաստանում են կորցրել, Սինգապուրում եւ այլը, բայց մեկը եթե մենք կարողանայինք այդ ուժեղ այդ ժառանգական այդ թեմաները, ոնց թեմաները, որն այդ կարողանայինք ճիշտ փոխանցել, պահպանել կամ հասկանալ իրավիճակը, գործարարները նաեւ գեոպոլիտիկային շատ մեծ ուշադրություն դարձնեն, որովհետեւ մենք գեոպոլիտիկ այդ տեկտոնական շարժումներում միշտ ուժել ենք, միշտ մեր կապիտալը միշտ փոշիացվել է այդ ժամանակ։ Ահա։ Նայ, այստեղ մի հատ ուրիշ կարևոր կետ էլ կա, թվում է թե չէ 5 սերունդ վերև մենք կապիտալ ենք կորցրել, հա, օրինակ Օսմանյան կայսրությունում այդ այսօր մեզ չի վերաբերվում, այդ վերաբերվում է շատ ուղիղ ձևով, որովհետև պատմությունը միշտ կրկնվում է 100 տարի գոնե, ասենց 100 տարվա ցիկլերով։ Այստեղ մի հատ կարծում եմ ունկնդիրներն էլ այդ հարցը կարող է բարձրացնել։ Իսկ ո՞նց է լինում, որ մենք մեր տոհմից ժառանգում ենք խնդիրները, այլ ոչ թե ռեսուրսները։ Ոնց է լինում, հա։ Իրականում դրա մեխանիզմը էլի բացահայտված է ժամանակակից հոգեթերապիայի, մետաֆիզիկայի աշխարհում, էլի մեր հարգարժան ուսուցչի Բերտ Խելինգերի միջոցով, սենց է աշխատում մեխանիզմը, հա։ Օրինակ, եթե դու հիերարխիան խախտում ես, քո տեղից վեր ես կենում ու պապայիդ կամ պապիկիդ հավասար ես քեզ կարծում, այդ ժամանակ տոհմի էներգիայի փոխանցումը աշխատում է այս մոդելով։ Ուրեմն դու մեծ ես, քո նախնիների չափ ուժեղ ես, ուրեմն կարաս այդ խնդիրները ինքդ կրես։ Այսինքն այն խնդիրները, որ քո նախնիներն ապրել են, այդ մյուս բանաստեղծության մեջ էլ է, որ ասում է խաղաղություն ձեզ մեր անբախտ պապեր, ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել։ Հիմա տխրության թե ցավի պահին մենք էլ օրնելիս մեր զավակներին ձեր խոսքն ենք ասում, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Չէ, այս բանաստեղծության մեջ ամբողջությամբ երևում է, որ երբ որ քեզ օրնում է քո պապը, ապրեք երեխեք, բայց մեզ պես ինչի մեզ պես չապրեք։ Մեզ պես չապրեք մեր խնդիրները կրկնելով։ Օրնությունը լինում է հենց այս ձևը, որ դուք ձեր կյանքը ապրեք ու ապրեք լինելով ձեր տեղում, իսկ որ դեպքում է կրկնվում այդ խնդիրների բանը, հա, մեր կյանքում, երբ որ մենք էլի այդ հիերարխիան խախտում ենք ու էլի մեզ թվում է, որ մենք մեր պապիկի հետ կարանք հավասարի խոսանք կամ զգանք։ Մտածում եի այդ ասածներից վրա։ Ոնց էր բանը հեղինակ Բերտ Խելինգեր։ Ուսումնասիրի գրեմ, հա։ Ես քեզ կկիսեմ իր վիզիոները։ Բերտ Խելինգերը ինստիտուտ ունի Նիդերլանդներում, աշխարհի տարբեր երկրներում, այս վերջում մեր հրավերով Հայաստան էր եկել Բերտ Խելինգերի գործընկերը, հոլանդացի Յան Յակոբստամը։ Ինքը այնպիսի մարդ է, հենց ինքը աշխատում է բիզնեսմենների հետ, ովքեր ուզում են այդ սերնդեսերունդ փոխանցվող կապիտալը ճիշտ փոխանցեն։ Քեզ ասեմ մի հետաքրքիր բան, իր մասշտաբի վարպետ Հայաստան դեռ երբեք, նու Խելինգերն էլ է եկել 12 թվին, բայց ստամի մակարդակի վարպետ Հայաստան չի եկել մարդ, հենց բիզնեսի աշխարհում, ու դահլիճում նստած էր 50 հոգի, Հայաստանից մենակ ես եմ եկել մեր ակումբից 3 հոգի, ու վերջ։ Բայց այդ մարդու ոնց ասեմ, այդ մարդու ծառայություններից օգտվում է օրինակ HSBC բանկը, երկրների կառավարություններն նույնիսկ դիմում են այդ մարդուն Բերտ Խելինգերի ինստիտուտին, այսպես ասած, որպեսզի նայեն թե ռադավոյ տոհմից եկող ինչ process-ներ կան, ինչ էներգիաներ կան, ոնց կարելի է դա բալանսավորել, ոնց կարելի է ուղղել։ Գիրք ունի։ Այո, Ստամ, հա, Յան Յակոբստամ, էսել ուղարկի։ հա, եւ գիրք ունի, եւ քիչ, բայց շատ քիչ YouTube-ում վիդեոներ ունի, բայց հա, գրքեր ունի ու գրքերից էլ քո հետ կկիսվեմ, ես թվում է քեզ կհետաքրքրի։ Twin Insight-ներ էլի, ես Facebook-ը գցեմ։ Անտիր։ Հենց երբ որ ես ասում եմ բիզնեսի մետաֆիզիկա, ես առաջին հերթին հենց այս գիտելիքը նկատի ունեմ, ոնց է լինում, որ այն երևացող աշխարհում մարդը այս քայլը արեց, հաջողվեց, բայց այդ նույն քայլը, եթե ինքը աներ մի տարի հետո կարող է չհաջողվեր։ Նույն քայլը աներ ուրիշ բիզնեսմեն, էլի կարող չհաջողվեր։ Այստեղ շատ կարևոր է թե բիզնեսի հետևում, այն մեզ տեսանելի հատվածից հետև ինչ էներգիաներ են գործում։ Այն ժամանակ կհիշես, երբ որ մենք զարթուցիչ անում էինք, մենք ոչ մարքեթինգը գիտեինք ինչա, մենք պրոստը հայտարարում ենք, որ զարթուցիչ մեկն է, ու մի աշխարհ մարդ էր հավաքվում։ Ինչի։
որով այսօր նույն ձևով չի հավաքվի այդ լսարանը, հա, Այո։ որտեվ այն ժամանակ դրա հետևում այնքան էներգիա կար, որ այդ էներգիան սենց իր ոնց որ բանը անում էր։ Ճիշտ է։ Հիմա տենց չի լինի, նույնն է գիրքը չի լինի։ Հա, Հիմա եթե լեր մեկը էլի չէր էլի։ Հիմա ոնց որ ավելի փոխվել է, ավելի տենց AI-ի վրա է էներգիան գնում, տեսնենք ինչ ալելու։ հա։ Հա, հիմա իհարկե, հա, AI-ը նոր ոնց որ նոր խաղի կանոններ է բերում աշխարհ, պետքա խաղի կանոններն իմանանք ու խաղանք։ Հա, նենց է որ ինքը իմ համար ուժեղ գործիք է։ Ես իմ առաջ նպատակ եմ դրել շատ ուժեղ տիրապետում եմ, բայց ոնց որ իմ կարծիքով դեռ շատ էլի ունեմ տեղ տիրապետելու, որտեղ ինքը շուտ update-ելնում, դու չես հասցնում հետևից էլի։ Ահա։ Տեսնենք ինքը իմ նման մարդկանց համար շատ վտանգավոր գործիք է։ Իսկ AI-ը օրինակ քո մասին ինչ ինֆորմացիա ունի։ Հեչ հարցրել ես ով է Վահագ Դիլբարյանը AI-ին։ Չեմ հարցրել, որովհետև ես ուրիշ անունով եմ իրենց օգտվում։ Հա, Տենց չեմ անարել։ Փորձենք։ Դավայ։ Դրանք ճանաչում ա քեզ։ Չաթով ես անում։ Հա, ChatGPT-ը բարի փորձենք։ Իմացնել կարծենք, հետաքրքիր է ինքը ինչ կասի։ ChatGPT, скажи мне, кто такой Вааг Дилбарян? Сейчас гляну. Если ты о Вагне Дилбаряне, то он армянский предприниматель и специалист по маркетингу, автор бизнес-книг, сооснователь образовательной платформы Караб. Если хочешь конкретнее, скажи, что именно тебя интересует. Еще много информации про Ваага Дилбаряна. Сейчас. Да. Окей, по открытым источникам. Дилбарян, автор бестселлеров «100 бизнес-секретов» и «101 бизнес-секрет», сооснователь Карапа, где выкладывают подкасты, аудиокниги и другие материалы по бизнесу. Его подход – это короткие практические уроки на основе известных предпринимателей и компаний. А сам он выпускник французского университета в Армении. Но личной биографии в публичном поле немного. Так что, если скажешь, с какой стороны тебе это интересно, я смогу сузить и рассказать точнее. Все, окей, мне это достаточно. Сейчас второй вопрос. А кто такой Григорий Аракелян? Сейчас гляну. Если ты про себя, то ты основатель и президент клуба «Капитал» и Международного альянса предпринимателей. Ты занимаешься развитием бизнес-сообществ, переговорами, системным подходом в организациях. Ваши с Дильбаряном направления немного пересекаются, но фокусы все же разные. Окей, а какой у меня связь с системным подходом? Ты сказал, что я еще занимаюсь системным подходом. Секундочку. Потому что это реально часть того, чем ты занимаешься. Ты изучаешь и применяешь идеи Берта Хеллингера и Яна Якоба Стама, и в своих выступлениях и клубах смотришь на бизнес как на систему отношений, а не только как на цифры или чисто маркетинг. Но мне кажется, корректнее говорить, что ты предприниматель и основатель бизнес-клубов, который использует системный подход. Но это не обязательно твоя основная специализация. Окей, спасибо. Пожалуйста. Все же. Все же, пага։ Շատ լավ է։ Հիշում ես, որ ասում եմ ես ուրիշ անունով եմ այդ chat-ը օգտագործում, տեսա չէ, բան չկա, այդպես նորմալ ասի։ Հա։ Բայց հիմնականում ես ավելի շատ Claude-ով եմ աշխատում։ Այս վերջերս Claude-ի skill-երը, որ սկսեցի ուժեղացնել content creator-ի այդ skill-երը, իմ կոնտենտի այդ որակը բավականին լավացրել է։ Ինքը ոնց որ իմ նման մարդկանց, ովքեր կոնտենտ են ստեղծում, շատ է ուժեղացրել ու ժողովուրդ անպայման օգտագործեք Claude, սովորեք, կուրսերը նայեք, գնացեք սովորելու, ինքը ձեր գործը բավական հեշտացնելու է, ոնց որ դառնալու է մի հատ օգնական, էլի։ Ես էլ ուզում եմ քեզ մի հատ հարցնամ, մեր բիզնեսմենների մասով, ովքեր են Հայաստանում հիմա գործող, այդ top 3 բիզնեսմենները, որոնք քո համար top-ն են, էլի, ինչ ես սովորել իրանցից կամ ինչի են top։ Չեմ մտածել, բայց հիմա մտածելով ասեմ, նախ մեր ոդկասթները երբ որ նայես, առաջի 3-4 մարդիկ, ովքեր առաջի 3-4 տեղերն են զբաղացնում, իրոք իմ կողմից շատ հարգված գործարարներ են, բայց երևի ես հենց Բակուրին կասեմ, Բակուր Մերքունյանին կասեմ, կնշեմ, որ մարդը նախ մի բիզնես չի ստեղծել, շատ բազմապրոֆիլ, բազմատեսակ բիզնեսներ է ստեղծել, ու ես Բակուրի մասին մի հատ հետաքրքիր ֆակտ կասեմ, մի անգամ ասում եմ Բակուր, ինչի չես բացում մի հատ էլ ներմուծող ընկերություն, որ արտլանչով այդքան գնումներ ես էլի դու անում, ոնց որ ինքդ քեզանից առնես էլի, այդտեղ
արժեք կա, համ շահույթ կա, համ ուրիշ մատակարարներից չես առնի, գիտես ինչ հետաքրքիր պատասխան տվեց, ասես Գրիգ, ես արժեք ստեղծող մարդ եմ, ներմուծելը իմը չի, այսինքն մարդու տեսակը, երբ որ այդ մարդը հնայի ձևավորման վրա ինքը մասնակցում է, ինքը ազդում է հնայի ձևավորման վրա, այդ լրիվ ուրիշ տեսակի գործարար է, հասկանում ես, ու ես հասկացա, որ նույնիսկ իմ հարցով իրան մի քիչ ոնց որ sense բան, հա, ոնց sense զարմացավ, քո կարծիքով ես չէի մտածել, որ այտենց բիզնես նիշա ես ունեմ, հա, եթե Արտլանչի շրջանառությունը օրինակ դիցուկ 10 միլիարդ է, մի 7 միլիարդի գնում ունի ինքը տարին, իսկ էդի արդեն ներմուծող ընկերության համար խոշոր բիզնես է։ Հա, Բայց այսօր որ դու նայում ես Բաքուրի բոլոր բիզնեսները, դրանք հնա արժեք ստեղծող բիզնեսներ են։ Հետևաբար Բաքուրը որպես բիզնեսմեն, որպես բազմակողմանի զարգացած բիզնեսմեն եւ իհարկե որպես մարդ, ով շատ հետաքրքիր ու ճիշտ արժեքներ ունի ու այդ արժեքները նաեւ ինքը տրանսլյացիա անում։ Եվ երկրորդ տեղում երևի ես արի ասեմ իմ մյուս բոլոր ընկերները, իմ ակումբակից ընկերները, չեմ ուզենա որևէ մեկի Բաքուրի հետ մենք մի քիչ այլ խորությամբ հարաբերություններ ունենք, դրա համար ոնց որ Բաքուրին առանձնացրեցի, բայց արի երկրորդ, երրորդ տեղում ես դնեմ իմ բոլոր ակումբակից ընկերներին մեծ մասը գիտեմ, հա, բոլորից ես սովորելու բան ունեմ, բոլորը իրանց նիշայի, իրանց տեսակի մեջ շատ ունիկալ են, շատ հետաքրքիր են ու շատ բան կարելի է իրանից սովորել։ Իսկ կա մի հատ օրինաչափություն, որ բոլորին բնորոշ է։ Մեր հայ բիզնեսմեններին։ Ինչ որ մի հատ օրինաչափություն, որ ինձ համարյա բոլորի մոտ կա, էլի որ Հա, կարծում եմ համ լավը կա, համ վատը կա։ արի վատից սկսենք։ Վատը երևի բոլորը չէ, բայց 98%-ը քրոնիկ զբաղված են։ Թե արխային են շուտ ընկնում։ Կարող է եւ նաեւ արխային ընկնելու բան ունենք, բայց զբաղվածությունը օրինակ չերես չուր շատ է, բիզնեսը շատ կլանում է գործարարին, այն դեպքում երբ որ դու որպես սեփականատեր կարաս լրիվ ուրիշ դիրքում ապրես, աշխատես, լինելով հենց սեփականատեր, էլի, բայց երբ որ դու խրվում ես այդ process-ների մեջ, քո ամբողջ ժամանակը կլանում է, իսկ իմ կարծիքով այսօր մեր տարիքում քո մի միավոր ժամանակը շատ թանկ արժի եւ այսօր մեր այսպես ասած ժամանակի ծախսումով աշխատած 1 միլիոնը եւ այն 1 միլիոնը, որը մենք աշխատել ենք առանց այդ ժամանակը ծախսելով, երկու տարբեր միլիոններ են։ Երևի մեր մոտ մենեջմենթի ինստիտուտը թույլ է Ապրես։ Էդ է պատճառը, որ տենց չեն կարող վստահեն էլի Հա, եւ նայ, գիտես, ոնց սեփականատերը երբեմն այդ դիրքերը չի առանձնացնում։ Ես սեփականատեր եմ, որը պետքա գործի այս ձևով, հետո դու տնօրեն ես, ով պետքա գործի այս ձևով։ Այդ տարանջատումը չկա։ Այդ տարանջատումը որ լինի, կարծում եմ շատ հետաքրքիր կլինի։ Իսկ լավը օրինաչափություն։ Լավը դա իհարկե բազմաֆունկցիոնալությունն է ու գիտես ինչ, որ մեր բիզնեսմենները ոնց որ սպեցնազի մարտիկներ են, ամեն կողմից պատրաստված են։ Ամեն ինչի մեջ կան։ Ամեն ինչից մարքեթինգից էլ, ֆինանսներից էլ կարող է դրանից նաև տուժում է այդ ամեն մի միավորը, բայց բազմաֆունկցիոնալ տեսանկյունից իրոք ամեն ինչից իրանք ամեն ինչի մեջ կան, ամեն ինչը հասկանում են։ Ես իհարկե համեմատելու մեծ բան ունեմ, ոնց որ դաշտ ունեմ, մենք ունենք գործընկեր ակումբներ Ուզբեկստանում, Դուբայում, չգիտեմ, 9 երկրներում, որտեղ հաճախ եմ լինում, ու հաճախ եմ իրանց հետ շփվում։ Այս վերջում ես Դուբայում էի, նախաճաշի էինք մեր ընդեղի ակումբի գործարանների հետ, օրինակ զանգ է գալի իրանցից մեկին, վերցնում, բայց դրանից չեմ հասկանում, օրինակ, բան արեք, զանգեք մեր կոմերցիոն տնօրենին, թող ինքը դրանով զբաղվի։ Այսինքն դու տեսնում ես, որ մարդը չի մտնում այնտեղ, որից ինքը չի հասկանում, ինքը այդտեղ ունի ոնց որ մի հատ օղակ, որ այդ ֆունկցիան կատարում է, էլի։ Լավ, այտենց վստահում են։ Հա, երևի հենց այդ է, երբ որ դու ի սկզբանե այն դիրքից ես բիզնեսը վարում, որ դու հիմնադիր ես, դու սեփականատեր ես, ոնց որ գիտես, ոնց որ sense պարզ ասեմ, ակումբի անդամը, հիմնադիրը, ֆուտբոլի ակումբի տերը, օրինակ Աբրամովիչը ոնց որ հելնի ֆուտբոլ խաղա։ Չիլնում։ Պատկացա, ասենք Աբրամովիչը տենում է մի քիչ ասենք գոլը ուշանում է, հելնում է, հակնում է, ֆորմեն ու մտնում է ուզում է գոլ խփի։ Ինչքան աբսուրդ է, չէ՞։ Այն կանգնում ասում պաստվեք։ Հա, այդքան աբսուրդ պետք է լինի սեփականատիրոջ կողմից երբեմն ակտիվ խաղացող լինել է, էլի։ Եվ ես կարծում եմ նաև մեր տարիքում 40-ից հետո դու 40 ես։ Ուղիղ 40։ Ուղիղ, հա, 40-ից հետո բիզնեսմենի կյանքում պետք է լրիվ մի հատ վերաիմաստավորում լինի, էլի քո ծախսած ժամանակի տեսանկյունից, որովհետև այն իլյուզիան 25-ում, 30-ում նույնիսկ, որ կյանքը անվերջ է, երիտասարդությունը անվերջ է, ժամանակը անսահմանափակ է, առողջություն, այսինքն այն ռեսուրսները, որոնք մենք ապրիորի կարծել ենք անսահմանափակ, այդ ռեսուրսները այսօր արդեն երևում է, որ սահմանափակ է։ Հա։
հասկանում ես ու դու չես կարա էլի այդ նույն տեմպով օրը 20 ժամ աշխատես, էլի կարծես որ դու այսօր կարած քո հանգիստը հետաձգես, քո տղայի հետ շփումը հետաձգես, չես կարա։ Հա, Կյանքը անցնում է։ ես իմ էներգիան փորձում եմ պահեմ, գիտես, չէ՞, որ ասում ես, ինչի՞ չես խոսքի տենց հանրային եւ հանրայինը ահավոր էներգիա։ Հա, տես։ Ահավոր։ Ես դա պահում եմ։ Տես։ Ես այդտեղ մի հատ հետաքրքիր բան քեզ ասեմ։ Այն օրը նստել եմ, ինքս ինձ հարց եմ տալի, ասում եմ, ինչ կա քո կյանքում, որ դու տարիներով հետաձգել ես, չես արել, քեզ դա հաճույք է պատճառել, բայց ոնց որ այն որ ասել ես, սրա ժամանակը չի։ Ինչ կա, օրինակ, ես ցանկ եմ գրել եւ այդ ցանկի առաջի կետը հեծանիվ քշելն էր։ Երբ որ ես երեխա էի, ես այն խոսք կա, չէ՞ որ ասում են, եթե դու երեխա ժամանակ հեծանիվ չես ունեցել, հետո Ferrari ես ունենում, դու մեկա փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել։ Ես այդ ասացվածքը մի քիչ այլ կերպ եմ հիմա ձևակերպում, դա հետեւյալն է, որ նույնիսկ մեծ տարիքում, եթե դու քեզ թույլ տաս հեծանիվ վարել, դու այդ հեծանիվ չունենալու կամ հեծանիվ չվարելու այդ գելշտալտը կփակես։ Ճիշտ է։ Այդ շատ կարևոր է ու ես ինձ հարց տվի, ինչ կա որ ուզում եմ անեմ, այդ հեծանիվ քշելը, ես մի հատ հեծանիվ էի առել 10 տարի, sense օֆիսում տես փոշեր նստել, ակերը ցկել էին, մի հատ sense անշուք վիճակում էր։ Ասի մի րոպե Արագ տեսա տղեկիցով կա որ հիմա հեծանիվ ա քշում, գրեցի, հա, տղեկ որտեղ ինչ գրեցի բաժանաղից, այսպես ասած քշում ես, բահա որտեղ ջրվեշ, всё, գնացի արագ հեծանիվս հանեցի։ Օֆիսի երեխեքն ասում են, «Էս ինչ է, այսօր ես տանում», ասում սպասեք։ Սկզբում քեզ զգում ես մի քիչ sense բան, նիլովկի էլի, ոնց որ դու սկզբից բան։ Ահա, դու բան ես էլի, տենց քո դիրքից իշտում ես ու մի հատ ինչ որ գլխարկ ես դնում, հեծանվորդներ կան տրիկո են հագնում, էդ էլ հա քիփ Քեզ ասում, քեզ թվում է դա ամեն ինչը օքեյ չի, բայց ես քեզ ասեմ, դու եթե այսօր դա չանես, դու ոնց ասեմ, անխուսափելիորեն այդ կրիզիս սրեջնեվո возраста որ ասում են դրա մեջ ես մտնելու իմ կարծիքով ես հոգեբան չեմ բայց ես վստահ եմ որ այդ միջին տարիքի կրիզիսը որը լինում է հա 40-ից 35-ից հետո այսինքն ինչ է այդ կրիզիսը դա իմաստների էներգիայի կրիզիս է ինչի համար որտեղ ուր դեպի այսինքն այդ ժամանակ այդ կրիզիսի ժամանակ ամենակարևոր ռեսուրսը դա ոչ թե մի քիչ էլ շատ փողն է, մի քիչ էլ շատ բիզնեսն է, մի քիչ այդ ամենալավ ռեսուրսը դա էժան անվճար ռեսուրս դա քո ներքին երեխեն է։ Մենք բոլորս այդ երեխան մեր մեջ ունենք ու մի հետաքրքիր բան էլ քեզ ասեմ, կներես էլի, սենց ոնց որ տեղերը դսում, հա։ Հիմա ստաբիլ ասեմ, քեզ շաբաթը 3 օր հեծանիվ եմ քշում։ Այն օրը հիշում եմ, տենց հեծանիվից հետ եմ եկել, մոտ 2 ժամ առավոտները 6-ից 8 քշում եմ։ Եկել նստել եմ Մալիբուի այգում ու բան, մորոժնե եմ առել, մորոժնե եմ ուտում, էսկիմո։ Պատկերացրես։ Աշխարհը իմն է, ես իրոք կայֆ եմ ստանում այդ process-ից։ Եկել մեր ակումբի տղեկից մեկը տեղ է ապրում, տենց իջել էր մաներ գալ այդ ժամին, տենց եկավ կանգնավ կողս։ Հիմա ես շլեմով մորոժնի ձեռս նստած եմ նայում եմ իրեն, ասում լավ ձե ինչ անեմ, դու ինչ տենա։ Ոնց լրիվ ուրիշ աշխարհներում էինք մենք, էլի, հասկանում ես։ Հա, էտա կայֆը ես կարծում եմ, էլի ու ինչի ես սա ասացի, որ երբ որ դու քո ներքին այդ ռեսուրսը սկսում ես օգտագործել, այդ երեխայիդ սկսում ես նորից տեղ տալ, ինքը քեզ այնքան նոր իմաստներ ա բերում քո կյանք։ Իդեպ ստե մի հա միտքս նաև սա էր, որ ուզում եմ ասեմ, մի ընկեր էր էլի հեծանիվ վարում, իր տղային էր հեծանիվ վարել սովորացնում, ոնց որ ինքը հեծանիվը տղան քշում էր, ինքը իր տղայի հետևից վազում էր, որ օգներ տղան հեծանիվ քշեր, էլի։ Ես էս կողքից նայում եմ ու ես մի հատ sense նայելու ձև ունեմ, երբ որ նայում եմ ոչ թե այդ process-ն եմ տեսնում, այլ process-ի տակ ընկած ինչ անգիտակցական process-ներ կան։ Ես այդտենց մի հատ դա ասեմ անվանեմ Յունգյան բան, հա, հայացք, հա, Յունգը ամեն ինչի անգիտակցականը տեսնում էր, ու ես հասկացա այդ պահին, որ այդ մեր ընկերը ով իր տղային հեծանիվ քշել էր սովորացնում, այդ իր ցանկությունն է հեծանիվ վարել, որը ինքը ռեալիզացնում է իր տղայի միջոցով։ Ու գիտես տեղ ինչ խնդիր կա։ Ստեղ խնդիրը նա է, որ ոչ ինքն է լիարժեք բավականություն ստանում, որտեվ ինքը ես իրան ասի լսի, դու ուզում ես հեծանիվ քշես, այդ ընկերոջից ով իր ասաց հա դե բայց դե ինչ տարիքն է, արա ասի հենց հիմա, հենց այսօր է քո հենց հա ամենալավ տարիքը, դու հեծանիվ վարի քո ներքին երեխային դու լիարժեք երջանկացրա, նոր մաքուր, լրիվ մաքուր բանով, չէ՞ որ մենք պրոյեկցիա ենք անում, մենք այն ինչ մենք ուզում ենք, եթե մենք ինքներս չենք անում, պրոյեկտում ենք մեր երեխաների վրա։ Իսկ այդ երեխայի համար բեռ է։ Դա նույնիսկ եթե ամենաբարի ցանկություններով արված քայլ է, դու օրինակ ուզեցել ես գնաս բոքսի, չես գնացել տղայիդ ես տանում,
այնպես չի, որ ոչ դու ես դրա իսկական հաճույքը ապրում, ոչ քո տղան է դրա հաճույքը ապրում, որովհետև տղան անում է քո երազանքը, Իրանը չէ։ Իսկ դու չես ապրում քո, հենց դու պետք է գնաս այդ բոքսն, չգիտեմ ուրիշ ինչ որ բան։ Աշկիզ ես գնամ գիտար նվագելու։ Գիտես չէ դե իմ երազանք։ Որովհետև մենք այնքան շատ ենք պրոյեկտում մեր ուզածը մեր երեխաների վրա, հա, կամ այլ մարդկանց վրա, որ ինչի հենց դու անես, հա։ Հենց էլի գալով նրան մենք ինչքանով ենք սովոր ու կարում մեր ներքին մղումները, ցանկությունները, երազանքները տեսնենք, ճանաչենք, ի կատարածենք, որովհետև մի հատ կետ կա, որ դու շատ փող ես ունենում, դու հասկանում ես, որ փողի նոր ծախսը, նոր գնումը քեզ չի երջանկացնում։ Այնտեղ որ թաքնված է այն քո իսկական ներքին երեխան, որը երազել գիտեր, ցանկանալ գիտեր, անսահման էմոցիա ու էներգիա ուներ, ինքը ինչ է ուզում։ Ես օրինակ այդ ցուցակի մեջ հաջորդ օրը որ գրել եմ, դա գնալ այն դպրոց, որտեղ ես սովորել եմ 10 տարի, ու գնալ նստել իմ դպրոցի նստարանին, դա նույնպես անելու եմ։ Այսինքն դրանք կետեր են, որտեղ ոնց ասեմ, դու վերադառնում ես քո այն սուտին, միջուկիդ, էլի։ Աշկիզ ես պետք է անեմ։ Ես մի քանի հատ էի գրել, մեկը ֆուրքշելներ արել եմ։ Հա։ Դե հաճույք է, չգիտեմ։ Հա, հետաքրքիր է, հա։ Գիտար նվագելն է։ Հետաքրքիր է։ Մեկն էլ սար բարձրանալն է, բայց չեմ կարում, ուզում եմ արագ բարձրանամ, բայց մի քիչ խնդիրներ կա, ճնշման չի ստացվում։ Դի որ հաղթարեմ կգնամ, ես էլ աշկիս մոտիվացրեցի։ Ընտիր։ Սենց մի հարց ունեմ, դու հանրության ինչքանով որ երևում ես, ինչքանով որ դու հայտնի ես, միշտ քեզ ոնց դու լավ մարդ ես, քեզ լավ որպես լավ մարդ են ճանաչում ու բոլորը քո ոնց որ քո այդ օբրազը հենց տենց էր որ Վահագը ասեմ 3 բան ասեք Վահագի մասին, կասեն վստահ եմ բարի լինելը, խելացի լինելը, հա, ինչ ես կարծում լավ մարդ լինելը ուժեղ կոմա թե թուլությունը։ Առնվազն հանրային ընկալման մեջ։ Իմ կարծիքով ինքը լիքը բաներ քեզ սահմանափակում է, որովհետև դու չես կարող, օրինակ ես թեկուս ես վերջերս մի քիչ իմ քաղաքական դիրքորոշում ես հայտնում, միանգամից ոնց քեզ պատոկել է ինչ է։ Ասենք չսպասել է որն է, ես այդ մարդու վարած քաղաքականության հետ համաձայն չեմ, էլի, դա չի նշանակում որ ես վատն եմ կամ չգիտեմ ինչ եմ արել։ Հա։ Չէ, իրականում իմ բնույթն է, տենց ես չեմ սիրում ինչ որ մեկի մասին տենց դնեմ խոսամ, անդրադառնամ կամ ասենք կոմենտներով իր մասին ինչ-որ վատ բաներ, պրոստը չեմ սիրում։ Իսկ այդ լավ մարդու այդ բանը ինքը բոլորս ունենք մեր թերությունները, մեր որը կարա չերևա բնականաբար, բայց այս վերջերս ես այդ կատոկին վրա զգացի էլի, որ չգիտեմ ինչ միանգամից վատը դառա, բայց տես չի, պրոստը նույն մարդը, ուղղակի քո կարծիքն է, դիրքորոշումն ես հայտնում։ Այստեղ կներես ես ուզում քեզ լրացնեմ, որ լավ մարդու օբլիկը ամենամեծ բանտն է մարդու համար, ու ինչքան դա հանրային մեծ ընկալում է ենթադրում, այնքան այդ մարդը այդ լավ մարդու կերպարի տակ ինքը նախ խոցելի է դառնում, դու չես կարա, դու մարդ ես, դու ոչ լավն ես, ոչ վատն ես, դու կարաս եւ լավը լինես եւ վատը լինես, հա։ Մարդը այսպեսի հոգեբանական բան կա, առակ կա, որ այն մարդը ում գյուղում բոլորը սիրում են, ինքը առողջ բան չի, ոնց ասեմ, ընկալում չի եւ առողջ հոգեկան չի ենթադրում, երբ որ քեզ բոլորը սիրում են, եւ հակառակը այն մարդուն ում գյուղում բոլորը ատում են, էլի առողջ չի։ Առողջը նա այն, երբ որ գյուղում կեսը քեզ սիրում են, կեսը ատում են։ Հա, ու ես հիմա դրա մեջ ընկա։ Դու սկզբում բոլորը քեզ սիրում են, հետո բոլորը քեզ սկսեցին սիրել։ Այ սա խնդիր է, ես կարծում եմ կարևոր օրինակ եթե մենք Յունգին ենք նայում, Յունգը ասում է, որ էլի 40-ից հետո գալիս է ինդիվիդուացիայի ժամանակը, եւ դու պետքա քո ստվերի հետ հաշտվես։ Այսինքն դու պետք է այդ լավ մարդու այդ դիմակը հանես դնես մի կողմ, պատրաստ լինես, որ քեզ մարդիկ ընկալելու են նենց ոնց դու կաս կամ չեն ընկալելու կամ մի քիչ հենց դու վատն ես լինում, գիտես ինչա տեղի ունենում, լիքը պրոյեկցիաներ են քո վրա գալի։ Օրինակ բանը մի անգամ մի հատ աղջիկ ինչ-որ Facebook-ում նկար էր, գցե բաց մի քիչ բան, ուսես նայում եմ, տակի հիմնական ստատուս գրողները տարիքով կանայք են, փչացած մասը գնում ու Յունգը եթե այդ վերլուծեր, կասեր, որ այս կանայք ինչ որ կա իրանց անգիտակցականում, իրանք իրանց հետ մերժել են, հիմա պրոյեկտում են այս աղջիկա վրա։ Նորմալ աղջիկեր ասենք, նորմալ, ասենք չգիտեմ, ծովափից նկար էր գցե, բայց կապ չունի, երբ որ մենք մի հատ բան ենք գտնում,
արտաքին աշխարհում բացասական կերպար են գտնում, մեր ներքին սա դեմոններին, հա, գցում ենք գցում ենք իրա վրա, սկսում ենք քլնգել։ Դե Աստվածաշնչում այդ հայտնի խոսքը ասում է թող քար նետինա ով սուրբ, հա, հենց սրա մասին է, այսինքն այդ պրոյեկցիան, որ կամ մյուս խոսքը պրոյեկցիայի մասին, որ կա Աստվածաշնչում, դա դու քո աչքի գերանը չես տեսնի, ուրիշի աչքի փուշը կտենա, սա մաքուր պրոյեկցիայի մասին է։ Չոտքի է։ Այդ գծերը քո մեջ էլ կա, դու ուղղակի համարձակություն չունես ընդունելու դա։ Դու ուրիշի աչքի ոնց որ ասած փուշը նկատելով, հա, այդ սկսում ես ոնց որ ռմբահարել, էլի, sense խփել։ Դրա համար իմ կարծիքով մեր տարիքում հատկապես սոցիալական մեծ ակտիվության մեջ ընդհանրապես հույսը չպիտի դնես այդ լավ մարդու կերպարի վրա։ Չէ, ես միշտ բնույթով ընդդիմադիր եմ եղել, միշտ բոլորի ժամանակ ընդդիմադիր եմ եղել, կապ չունի, էլի։ Ու ոնց որ այս անգամ ավելի վառ արտահայտվեց, առաջ էլ էր վառ արտահայտվում, բայց տենց բան չէին անում։ Այս անգամ տենց ուժեղ կատոկի տակ ընկավ ու նորմալ էր։ Դե հասկանալի է, այս մարդկանց հասկանում եմ, ոնց որ բոլորը միշտ ուզում են քեզ իրանց տայայում տեսնեն, հա, այդ բանում խմբում, հա։ Բայց դե տենց չի լում, էլի։ Այդտեղ նաև ես կասեի, որ իսկական ազատությունը ծնվում այն ժամանակ, երբ դու քեզ թույլ ես տալի ոչ մեկի սպասելիքից կախված չլինես։ Միանշանակ։ Օրինակ ես ին վրա ֆիքսել եմ, որ պետքա օրինակ երեք, հա, աղբորս երեխեքին ասել եմ, որ գալու եմ իրար հետ խաղանք ու գիտեմ, որ իրանք ինձ սպասում են։ Իմ երեկվա սաղ գրաֆիկը, այդ մի երեխա է ինձ սպասում։ Այդ սաղ իմ գրաֆիկը ձևավորվում է սպասելիքի մեջ։ Այսինքն այդ սպասելիքը իմ վրա այնքան է ազդում, որ ես հասկանում եմ, սա շուտ անեմ, սա անեմ, սա ու ես երեք էլ ու առաջ էլ իհարկե դա զգացել եմ, բայց երեք ակնհայտ sense ֆիքսեցի, որ երբ մարդիկ մեզանից սպասելիքներ ունեն ու այդ սպասելիքի հետ մենք համաձայնվում ենք, այդ բանտ է դառնում։ Դու պատկերացրու դա մի երեխա չի, դա մարդիկ են, դա աուդիտորիա է, դա քո լսարանն է։ Всё, դու չունես ազատություն։ Դու ապրում ես այդ սպասելիքների ոնց որ մեծ բանի, մեծ ծանրության բանտի մեջ։ Բայց ձևը գտել եմ։ Ինքը ուշուշ Երևանն է։ Դու որ սկսում ես ուշուշ Երևան, всё արդեն։ Չէ, հա, էլի ձև կա, ես էդի արի անվանեմ Ցինկովի մեթոդը։ Էդի որ մարդը որ ապրում անենց ոնց իրան է հետաքրքիր։ Որ ինչ ուզում է ասում է ոնց ասենք Ցինկովին, ասենք մարդը մի 10 անգամ ընկավ հելավ միլիարդատեր դարավ, ասենք ինք իրա գծով էթում է ու ինչքան իրա մասին խեյթ կա, ինչքան իրա մասին նեգատիվ կա, բայց вообще իրա վեճին չի։ Ինքը դեմք է։ Ինքը իմ համար ռուսական այդ բիզնեսի մեջ ֆենոմենալ կերպար է։ Անես այն բիզնեսը, որը կա, բայց ավելի լավ, դժվար է շատ։ Արի դե բանկ ստեղծենք։ Հա, էլի։ Դժվար է։ Հա, գործնես միլիարդանոց բիզնես, հետո էլի միլիարդանոց բիզնես ստեղծես, այդ շատ ուժեղ է։ Ինքը ուժեղ է։ Ես շատ կուզեի մեր մոտ մեր բանկային համակարգում, տես մի հատ բանկ էր, որը չկա։ Տես ֆիլիալ չկա։ Պրոստը մեկը գալիս է քոտոն, ավանդվարկ ձևակերպ։ Ինքը արեց այդ բացը տեսավ։ Դե հա։ Ինքը շատ ուժեղ բաց տեսնող է։ Հիմա ես էլ եմ կոնտենտի մեջ, օրինակ ես շատ բացեր եմ տեսնում, այդ դզում է, որ այդ տեսնում ես, մտնում փորձում ես, չի ստացվում, թողում ես։ Օրինակ մի քանի տարի առաջ մոտ մի $50,000 կարգի տակ տվեցինք, կորցրեցինք, նրա համար, որ ես բաց էի տեսել, որոշել էի, որ պետք է այդ բացը մտնենք, բայց չստացվեց։ Այդ բաց տեսնելու այդ մեկտեղ կարևոր է որ շուկան պատրաստել է։ Այդ շուկան պատրաստ չէ, էլի դրան։ Հա, համաձայն եմ։ Հա, դե բացը տեսնելը, գործելը, հետո իր դեպքում, ասենք, գիտես, մի հատ կարևոր հատկություն պետք է գործարար ունենա իմ կարծիքով, դա չասեմ դաժանությունը, բայց ասեմ սենտիմենտալության բացակայությունը։ Օրինակ, ես անձամբ շատ էմոցիոնալ մարդ եմ։ Ես կյանքում աշխատող գործիչ չեմ անել։ Իմ համար, ասենք մենք, չգիտեմ, քանի տարի, 2015 թվական։ Չէ, հիմա դες նայ, այն ժամանակ մեր հաշվապահական ընկերությունը, այն ժամանակ երբ որ մենք նոր իրար շփվում էինք, մեր առաքելյան partners-ն էր, որը միջև այսօր կա եղբայրս անում։ Իդեպ մենք առաքելյան partners-ի հետ նույնպես գործընկեր ենք եւ կայքի ղոմը կտեղադրենք, եթե դուք կուզենաք պետք կլինի ձեզ հաշվապահական ծառայություններ, կարող եք դիմել մեզ առաքելյան partners ընկերությանը եւ գալով մեր դիալոգին ասեմ, որ տես մենք սովորել ենք, չէ՞ որ ամեն առիթ օգտագործենք։ Միանշանակ, պետք է ուճիշ դա։ Հիմա դեռ առաքելյան partners-ի ժամանակվանից հետո, չգիտեմ, BDG-ին միջև այսօր, հա, մենք մենակ BDG-ում բավական մեծ աշխատակիցների հոսք ենք ունեցել։ Ես կապվում եմ, ես նայ օֆիս եմ ունեցել, որը պահել եմ, մի տարի չեմ գնացել այդ օֆիս, բայց վարձը տվել եմ։ Պատկերացնում ես, որովհետև
այս փողոցի վրա է դեպի այդ օֆիսը, որտեղ հիմա մենք նկարում Ավելի։ որտեղ էմոցիոնալ չեմ կարացի այդ հանձնեմ, այդ տարածքը հանձնեմ, դա թուլություն է։ Եթե ինձ ասես դու որպես գործար ինչ թուլություն ես, առաջինը դա կասեմ։ Իսկ ինչի ես սա հիշեցի, Տինկովի դեպքում այսինքն մարդը եկա բիզնեսը ստեղծում, այդ բիզնեսը փակում է։ Հասկանում ես, փակում է, ծախում է, նոր լեվելի է հելնում, նորն, այսինքն բաժանվել նրա հետ ինչը որ քո կյանքում տևական ժամանակ եղել է, դա կարծում գործարի կարևորագույն հատկություններից է։ Ես ընկեր ունեմ, 4 հատ ավտո ունի, չի կարում ծախի։ Ամեն հաջորդ ավտոն գալի գումարվում է։ Ասում խի՞ չես ծախում են։ Ու գիտես ինչ անում, բանալիները հետն է ման տալի։ Բոլոր ավտոների բանալիները մի հատ բրասլետից կախած, sense մանա տալի։ Չի կարում ծախի։ Չի կարում բաժանվի, չի կարում հրաժեշտ տա, հա, դա կարծում գործարի Խանգարում է այդ։ Իհարկե, դու պետք է կարողանաս այն ինչը արդեն իր կյանքը ապրել է, դու պետք է կարողանաս իրանից բաժանվես։ Ճիշտ է, ես մի անգամ մի հատ ոդքասթ էի լսում, ասում եմ ես մենեջեր ընդունելուց հարցնում եմ քանի մարդ ես գործից հանել։ Հա, Ամենաշատ հանող մարդուն արդեն ինքը մի հատ պլյուս էր, որ իրան պետք է ընդունեմ, էլի, ասենք, շատ կարևոր նավիկ է։ իհարկե, եւ քանի օրինակ ամեն տարվա վերջ ես փորձում եմ հին իրերից ազատվեմ, բան, հա, sense այդ որակը, բիզնեսմենի այդ որակի մոտ շատ թույլ է զարգացած։ Իսկ թվում է պրոստը չես ուզում։ Դու որ ուզենաս, այն ձևի մարդ ես, որից թվում է որ ուզենաս կանես։ Պրոստը տենց Դե։ չես ուզում։ Ասում ես լավ դե։ Թողել են։ Տեսնենք, այո։ Քանի որ դու նաև բացի խելացի ընկեր մարդ լինելուց նաև շատ իմաստուն մարդ ես, հենց այդ բառն եմ ես ուզում օգտագործեմ, որովհետև քո հետ շփվելը միշտ նոր խորություն է իմ համար բացում լիքը հարցերի հետ կապված, լիքը կյանքի իրավիճակների հետ կապված, այսպեսի հարց եմ քեզ ուզում տամ, ավելի փիլիսոփայական հարց է, կյանքը արդար է թե չէ, կյանքում կա արդարություն։ Բացառվում չէ։ Երբեք։ Այսինքն այն մարդիկ, ովքեր արդարություն են ման գալի, ովքեր ուզում են դա պետքա, պետք չի։ Ես համարում եմ կյանքը անարդար է ու պլյուս կյանքում այդ որ ասում են ցկտեն երջանիկ կլենք, բան չէ իմ համար, կյանքի իմաստը սովորելն է։ Նոր բան սովորել, որովհետև ինչքան նոր բան ես սովորում, այնքան քեզ ավելի հետաքրքիր ալում։ Իսկ երջանիկ ելել ինչ որ մի հատ պահա, տենց անցնում է ու դու էլ ինչ որ բան ուզում ես փնտրես, էլ իսկ սովորելը ինքան հատ ոնց որ դու փնտրում ես նոր բան վերցնում, ինքը sense կշտանում ես, էլ ես բան ուզում, էլ ես կշտանում, էլ ես նոր բան բացահայտում։ Եթե մենք ցկտենք սովորելուն, մեր մոտ շատ բան կփոխվի։ Ես դրան եմ տանում, իսկ արդարության մասով չէ, ես կյանքում երբեմն հաղթում է անարդարը, ուժեղը, հարուստը, բայց կարող է դա է արդարը։ այդ ռակուրսից չեմ նայում։ Օրինակ նայել ես Արոժենի Բարոն ֆիլմը։ Չեմ նայում։ Վերջում հիշում ես ինչ նախադասություն ասում։ Սա կյանքի իմաստը дրա մեջ։ Ասում зло побеждает. Я думал, ասում, что зло побеждает, когда бездействует добро. А истина 2 раза короче. Зло побеждает. Հիմա, քանի որ մենք մի քիչ ժամանակ ունենք, ես կուզենայի այս հարցը քեզ տալ, ինչա չարը հաղթում։ Իսկ չարը իրականում շատ ավելի հաճախ է հաղթում։ Կարաս պատասխանես այս հարցին, բայց մենակ այդ ֆիլմի օրինակով մենք տեսնում ենք, որ մի քիչ խղճով էր իր աղբերը, այդ սաղ պատմության մեջ աղբերը մի քիչ խիղճը տանջում էր, որ այդ իրանց ծախած զենքով, իրանց աչքի դեմ այդ մարդկանց սպանում են, ու աղբերը կյանքը ավարտեց բան մահով։ Մենք տեսնում ենք նաև, որ իրական կյանքում ընտանիքի, օրինակ, ընտանիքում դժբախտություն է եղել, սովորաբար այդ դժբախտությունը գալի կպնում է այն երեխային, ով ամենալավն է, ամենաբարին է, ամենախղճովն է, հա, ոնց որ կյանք մահ իրան է տանում։ Իսկ այն մարդը вообще խիղճ չունի, вообще խղճի խայտ չունի, որ sense կարա մինչև վերջ ամենավատ բանը անի, իրան դժբախտությունը, հիվանդությունը չի կպնում։ Էդի ծաղիկն է, էլի, որ մտնում ես պարտես, ամենասիրուն ծաղիկն է, չէ՞, առաջինը պոկում։ Լավ, օքեյ, այդ բացատրությունը կա, օքեյ, իսկ կարանք ասենք, որ այդ ծաղիկը պետք չի պոկել, օրինակ, հա, ծաղիկը թող մնա այդ այգում, Աստծուն հաստատ պետք չէ որ ծաղիկներին ինքը պոկի տանի, հա, թող այն վատ ծաղիկը տանի, լավերը մնան։ Արի sense նայենք, ինչի է այդ ֆիլմի այդ վերջի այդ նախադասությունը, եթե դու ճիշտ ես համարում, ինչի է տենց зло побеждает։ Կարծիքով մոտիվացիայից է։ Չարի մոտիվացիան ավելի ուժեղ է։ Ինքը ոչինչ բանի առաջ չի կանգնում։ Քանի որ մենք իրար հետ որոշել ենք նկարենք ոդկասթ, որտեղ մենք տեղերով փոխվելու ենք։ Սենց արդեն ինտրիգ ավելացնել։ Այս հարցը դու ինձ կտաս, ես իմ կարծիքը կասեմ։ Իսկ անարդարության հետ կապված ես ասեմ, որ իմ կարծիքով կյանքը միշտ արդար է, բայց մի կարևոր վերապահումով։ Արդարը ոչ թե սլո է, որը դու տեսնում ես,
այլ դրա հետև ընկած process-ները, որոնք ստեղծում են այս երևացող slow-ը, իրանք են արդարը, այսինքն նայ, մենք տեսնում ենք, որ չգիտեմ, մեկը ծեծեց մյուսին, հա? Մի տղա մեկին ծեծեց, ես օրինակ թե բանակում, թե ինստիտուտում միշտ այդ թույլին պաշտպանողն եմ եղել, փորձել եմ այդ արդարությունը վերականգնեմ, հիմա օրինակ որ երեկոյան իջնում եմ զբոսնելու, տեսնում եմ, ասենք, չգիտեմ, ընտանի կենթանի, կատու է, հա, վնասվածքա ստացել, տանում եմ, փրկում եմ, բուժում եմ, ես անընդհատ այդ ոնց որ այդ թույլին բանին, այդ զոհին ինքս փորձեմ օգնեմ, բայց իրականում մենք ինչպես ասում են աստված չենք եւ եթե ինչ-որ մի process տեղի ունենում ես կյանքում ինքը պետքա տեղի ունենա այսինքն այդ ծեծողը որ ծեծվողին ագրեսիա է կիրառում դա կարող է հենց ծեծվողի համար շատ մեծ դաս օգուտ է պարունակում եւ ես հակված եմ տեսնել երևույթների այդ back-end մասը, ընչերևացող մասը, որտեղ եւ այդ արդարությունը ընկած է։ Դրա համար էլի ասում, նայած որ ռակուրսից ես նայում, հա։ Առաջի շերտում այն մեր իմացած արդարության կոնտեքստում, որ չգիտեմ, մենք դպրոցում հեքիաթներով սովորել ենք, հա, բարին միշտ հաղթում է, արդար ազնիվը միշտ, չգիտեմ, վերջում գալիս է հասնում է բանին, հա, բարիկներին, ամենագեղեցիկ հարսնացուին է գնում դևից ազատում, բա, դա տենց չի աշխատում։ Եվ ես կարծում եմ, որ իմ ու քո նաև տարիքի մարդու համար այդ արդարության ընկալումը պետքա փոխվի տարիների հետ։ Երբ որ դու նայես, դու հասկանաս, որ եթե օրինակ, չգիտեմ, Թուրքիայում երկրաշարժ է լինում, դու դրա վրա եթե ուրախանում ես, դու մանկամիտ ես։ Չի կարելի։ Որովհետև էլի Աստվածաշնչից օրինակ բերեմ, որովհետև բնության օրենքները բոլորի համար եւ բարիների եւ չարերի համար հավասար են գործում։ Եվ արդարությունը ինքը մեծ հաշվով կարա լրիվ հակառակ պատկերը ունենա, եթե դու կյանքի մետաֆիզիկական մասը ճանաչես։ Կարա պարզվի, որ այդ ծեծողը ավելի շատ զոհ է այդ իրավիճակում, քան ծեծվողը, եւ ծեծվողը ավելի մեծ օգուտ է ստանում այդ իրավիճակից։ Խոսքի կարող է այդ ծեծվողը դոգում գնում է սպորտ պարապում է, դառնում է չեմպիոն։ Իհարկե, կարող է այդ ագրեսիա ստացածը ինքը իր կյանքը հետո փոխում է, հա։ Իմ դեպքում դե դու Վանաձորում ես մեծացել լավ։ Դաժան։ Ես ոնց որ սպորտի կարատեի գնացել եմ նրա մոտ չծեծվեմ։ Զուտ այդ։ Աու, ահավոր բան ուժեղացել։ Վանաձորը։ Ուժեղ դպրոց է կյանքի։ Բացի ուժեղ դպրոցը ես բանակում ունեի շատ վանաձորցի լավ ընկերներ, հետաքրքիր խարիզմա ունեն վանաձորցիք։ Գիտես ինչ մի հատ հետաքրքիր էներգիա կա, այնպես ռիսկի գնացող, այնպես չվախեցող ռիսկից, այնպես շատ հետաքրքիր խարիզմա կա։ Նագլի։ Դա համով լեզու ունեն, համով հումոր ունեն վանաձորցի ընկերները։ Չգիտեմ, ես միշտ շատ ընկերներ եմ ունեցել Վանաձորից։ Ու Գյումրիից, ասեմ, այս երկու մարզերը իմ համար ընկերների առումով շատ միշտ առաջի տեղում են եղել։ Ես ինչ հաճելի է։ Հա։ Ու զորացրվելուց հետո հաճախ եմ լինում երկու տեղն էլ ընկերների մոտ ու վայելում եմ էլի, այտենց։ Այսպես, եւ դե կուզենամ քեզ այսօր տան վերջի հարցը մենք կարանք հա խոսանք, հա շփվենք, հատկապես այս մեծ դաթարից հետո 3 ֆիլմ, որը դու սիրում ես, սիրել ես կամ խորհուրդ կտաս մարդկանց, ինչի հենց ֆիլմ, որովհետև իմ կարծիքով օրինակ առաջ ես ֆիլմերի նայում եմ ես ձևով, որ դե ժամ անցա, դրեցիր, չգիտեմ, սուրճը դրեցիր, պարկեցիր, հաճելի ժամանակ անցկացրեցիր, կինո էր։ Հիմա երբ ես գնացի յունգ սովորելու, ինչի համար շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ մեր ուսուցչին Անահիտին, Տիկին Անահիտին, ինքը յունգի սաղ այդ բանը կրթական process-ը կառուցել էր ֆիլմերի վրա, ինքը ունիկալ, էֆեկտիվ բան էր, մեթոդ էր յունգ սովորացնելու, երբ որ դու նայում ես ֆիլմը ու այդ ֆիլմի բացատրությունը որպես դաս ես նայում ու այդ երևի մոտ 2 տարի տևեց այդ մեր սովորելը, իմ հիշելով մոտավոր եմ ասում, բայց մենք այդ ընթացքում հասցրեցինք հենց որպես կրթական, հա, կոնտենտ օգտագործել ֆիլմերը։ Հիմա իմ աչքերով գոյություն ունեն մի քանի ֆիլմ, նու շատ են այդ ֆիլմերը, օրինակ մեր ծրագրի մեջ կարծում եմ մի 20 ֆիլմ կար այդ ժամանակ,
բայց հիմա ես ունեմ 3-4 ֆավորիտ ֆիլմ, որոնք ոչ թե ուղղակի ժամանցի համար են, այլ իմ համար եղանակ են ժամանակ առ ժամանակ նայելու եւ իրանցից սովորելու, որովհետեւ երբ որ դու մի ֆիլմից սովորում ես, մի տարի հետո նայում ես, նոր խորություն ես բացահայտում, էլի խորություն։ Այս կոնտեքստում որպես դասավանդման գործիք ինչ ֆիլմեր դու ինքդ խորհուրդ կտաս։ Դե առաջինը Men Who Build American-ը իմ համար, ես ֆիլմային չեմ, ավելի շատ սերիալային եմ, ինձ սերիալներն է դուր գալիս, Men Who Build American-ը ինքը ցույց է տալիս կյանքի այն մյուս կողմը, վայրի կապիտալիզմը, շատ հոգեհարազատ է ինձ էլի, ուտեղ դու տեսնում ես բիզնեսմեններին մի ուրիշ տեսանկյունից, ոնց են մեկը մեկի հետ մրցակցում, մեկը մեկին հաղթում, լավ ու վատ կողմով, թեկուզ ճիշտ ու սխալ քայլերով, մի խոսքով։ Այդ պարտադիր պիտի նայել։ Երկրորդ ամենաուժեղ ֆիլմը իմ համար Game of Thrones-ն է։ Game of Thrones-ը իմ համար ամենաուժեղ բիզնեսի իդեաներից մեկն էր, ես հասկացա, որ մարդիկ պատրաստ են հորինովի աշխարհը նայել։ Հիմա այն կոնտենտը, որ ես տալիս եմ, բիզնեսի կոնտենտը, ոչ թե իմ պրոֆիլով, այդ գոյություն չունի։ Այդ մարդիկ կարդում են, նայում են, լայքում են, կոմենտում են ու ապրում են դրանով։ Երրորդն Bed and Break-ներ, վավսե ճաշկի են, այդ ինձ գիտես ինչա տալիս են, որ դու տեսնում ես հուսահատ մարդը ինչերի է պատրաստ անի փող աշխատելու, կյանքը ինչ-որ չափով երկարացնելու, ընտանիքին համար հանուն, որ ընտանիքը լավ ապրի, բայց դե հակառակ էֆեկտն է ալնում, քանդում է կյանքեր, մի խոսքով շատ ուժեղ ֆիլմ է, մինչև լարված պահում է։ Դու տեսնում ես ոնց կարա այտենց առաքինի, ակուրատնի նորմալ դասախոսը լրիվ դառնա հանցագործ, ու դրդապատճառները սփոյլ չանեմ արդեն արժե նայել էլի, շատ ուժեղ, վավսե ճաշկի ուժեղ ֆիլմ է։ Դե ես էլ ոնց որ ասեմ մեր ունկնդիրներին, այո, առաջի ֆիլմը, որը գոնե տարին մեկ ես կրկնում եմ, նայում եմ, դա Լեգենդա օ Բագերովանսը ֆիլմն է։ Չեմ նայել։ Ֆանտաստիկ մի հատ կյանքի բան է ինքը, ոնց ասեմ, դպրոց է, որտեղ շատ խորը ինսայթներ կան ու շատ խորը իմաստներ կան։ Ուղղակի նայեք այդ ֆիլմը, այն որ պաուզաներ տալով ամեն մի երկխոսության վրա։ Երկրորդ ֆիլմը դա Միրնիվոյին ֆիլմն է, որտեղ ինքան մեծ խորություն կա, իրականում երբ որ ես ասենց ասեմ, ամերիկյան կինոներ շատ քիչ եմ սիրում, որտեղ ամերիկացիները fast food-ի հանճարներ են, այսինքն իրանք կարան ամենալավ բանից fast food սարքեն։ Օրինակ կարան վերցնեն ամենալավ գիրքը, ու այդ գրքից fast food սարքեն, այտենց չուզենաս նայես, բայց Միրնիվոյին ֆիլմը ինքը թե նույն Բագերովանսի մասին լեգենդը ֆիլմերը, իրանք fast food-եր չեն, իրանք խորքային, շատ լուրջ ֆիլմեր են, որտեղ կարելի է ամեն մի տառը, ամեն մի բառը վերլուծել նայել, եւ երրորդ ֆիլմը երևի թե կասեմ Փախուշ Շոուշենքից ֆիլմը։ Բայց մի հատ 4 ֆիլմ էլ կասեմ, որը պետք է նայել, ինքը ճիշտ է ամենաիմաստուն ֆիլմը չի, բայց հեսա կարճ բան պատմեմ, ես վերջում հումոր եմ անում ընկերներիս մեկի հետ, ու օրինակ բերեցի Կնքահայրը ֆիլմից, ես որպեսզի դու պատկերացնես, սկզբում Կնքահայրի գիրքն եմ կարդացել, հետո ֆիլմն եմ նայել, հետո նորից եմ գիրքը կարդացել, ու իմ ընկերներին այդ գիրքը նվիրել եմ, մի 10 հատ առել էի ու նվիրում էի, որովհետև ամառային արձակուրդներին այդ գիրքը կարդալը իմ համար մի հատ ուրիշ աշխարհ էր։ Ու պատկերացրես ընկերոջս հետ հումոր եմ անում, այդ գրքից եմ օրինակ բերում ու տենում եմ ինքը չի ծիծաղում, եք ասում մի րոպե։ Ոնց, դու չես նայել Կնքահայրը ֆիլմ, բա չէ, ասի գնաս դուց, ասի չխոսաս հետս։ Վայ, չես։ Չէ, նայ, մոտավորապես այդ ֆիլմը չնայելու էֆեկտը, որ դու պատկերացնես, ես պատմում եմ իմ ընկերոջս դիալոգը, ասի չեմ կյանքում ասի հետս չխոսաս, գնա նայի այդ ֆիլմը, որովհետև այդ ֆիլմը չգիտեմ, եթե այդ ֆիլմը նկարած չլինեին, ես կարծում եմ, որ համաշխարհային կինեմատոգրաֆը մի հատ շատ լուրջ բան կորցրած կլիներ։ Ոչ թե մի հատ ֆիլմ պակաս կլիներ, այլ այդ սաղ բանի ոնց որ 30% այդ համոհոտի չեր լինի։ Ինքը ֆանտաստիկ ֆիլմ է, ու էլի խորհուրդ կտամ, իդեպ ով է իմ հետ համաձայն, որ Կնքահայրը ֆիլմը ինքը ֆիլմերի գոնե top 10-ում պետքա լինի։ Գիրքն եմ կարդացել։ Հա, ու գիտես, նայ, ֆիլմը էլի գամ նրան հանճարեղ, շատ ուժեղ մտքեր իհարկե, հա, մի քանի տեղ հանդիպում են, բայց դա
քիչ ուրիշ կոլորիտ է։ Մենք նույնիսկ գնացել էինք Սիցիլիա, ու գնացել էինք այն տուն, Նայել։ որտեղ այդ ֆիլմը նկարվել է, հասկանում ես, ու ներսից այդ տան պատերից, այդ կահույքի, այդ էներգիան sense, չգիտեմ, ուրիշ է այդ կինոն, ինքը պետք է նայել, իսկ եթե կրթվելու ոնց որ կյանքի դպրոցի որպես դասաժամ վերցնելու այդ առաջի երկու ֆիլմերը Միրնիվոյն ու Լեգենդա ու Բագերը Վանս։ Գիտես, չես մինչև վերջի մի 2-3 տարին տես կինոնες չեմ նայել։ Նոր եմ սկսել նայել, ավելի շատ գիրք էի կարդում, էլի։ Հա, Հիմա ես կնայեմ։ քանի գիրք ես կարդում։ Շոտ։ Աննորմալ շատ։ Ինչ լեզվով ես կարդում։ Կարդում եմ անգլերեն, ռուսերեն, հայերեն արդեն էլ չէ, հիմնականում ռուսերեն, անգլերեն։ Հա։ Հիմա ավելի շատ կարդում եմ այդ հին ընտանիքների հարստությունների մասին, ֆինանս ինֆորմացիաներ կա։ Կկիսվեմ, բայց։ Անտիր, ես էլ քո հետ իմ գրքերով։ Հա, գրք չէ։ Մենք արդեն մոտենում ենք մեր դիալոգի ավարտին, իրոք դիալոգ ստացվեց, երբ իմ հյուրերը գալիս են ու իրանք ինձ հարցեր չեն տալիս, ես միշտ ասում տղեկ չէ, ասես պետք է, սա հարցազրույց չի, ես լրագրող չեմ։ Որ ասում են podcast-ը հարցազրույց է, ասում տղեկ, սա հարցազրույց չի։ Սա իրար հետ խոսում ենք։ Իրար հետ խոսում ենք։ Որպեսզի հարցազրույց լինի, ես պետք է լրագրող լինեմ ու չգիտեմ, եթե կհիշես 2015 թվին ես սկսեցի շարք գործար հանդիպում։ Հա։ Ժամանակ սկսեցի Ավետիս Խախամյանի հետ, հետո Բակուրի հետ նկարեցինք, Գևորգի Պողոսյան, հիշում եմ ես շատ ուժեղ բան ստացանք։ Ու իմ համար գիտես, sense կյանքը այս ցիկլիկությունը միշտ պահում է, ու ես սիրում եմ գնալ իդեպ Կարենի հետ Մարգարյան նկարել էինք Բեկոնի, Դավիթի հետ մենք նկարեցինք ու պարզվեց, որ մենք նույն օրն ենք նկարում 9 տարի անց։ Պատկերացնում ես։ Քիմիա է։ Հա, ես սիրում եմ տենց բաներ, ոնց ասես կյանքը բերում sense ժամացույցի ճշտությամբ sense դասավորում իրադարձությունները։ Երկուսին էլ քո ոդքասթներից են բացահայտել։ Կարինին էլ իր աղբորը Այո, հանճարեղ տղեկ են, հա, համաձայն եմ։ Ուշներ։ Դե էս էլա, այսօրվա եթե այն ժամանակ մենք կրթում էինք լսարանում, գրքով, բլոգով, ոդքասթը նոր գիտելիքի փոխանցման, փորձի փոխանցման ֆորմատ է, որը շատ լավ աշխատում է, եւ կարծում եմ մենք որոշակի արժեք ենք այս ընթացքում գեներացնում։ Միանշանակ, հաստատ։ Քեզ շնորհակալ եմ, Վահագ ջան, որ եկար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, Գրիգոր ջան։ Շարունակական։ Հիշում եք, մենք առաջարկ ունենք ձեզ, լավագույն հարց մեկնաբանություն գրողին մենք Վահագի հետ կհրավիրենք եւ կնվիրենք բիզնես գաղտնիքներ գիրք։ Շատ լավ, մեծ հաճույքով։ Դե, ինչ հանդիպում, տեղափոխվեք մեր երրորդ աթոռին, դուք էլ դարձեք մեր հարցազրույցի podcast-ի մասնակից, մեր դիալոգի մասնակից, որպես լիարժեք անդամ, որպես լիարժեք կողմ, այս աթոռը նախատեսված է հենց ձեր համար։ Իսկ մենք Վահագի հետ եւս մեկ հանդիպում նկարելու ենք, որտեղ մենք լինելու ենք այսինքն ես նստելու եմ այնտեղ, Վահագը նստելու է այստեղ։ Դե, շնորհակալ եմ քեզ ընկերս։ Մինչ հանդիպում, մինչ նորանոր առիթներ։ Շատ լավ։